Երբ 5 տարի անց բացեցին Սոս Սարգսյանի անձնական սեյֆը, ներսում գտան մի ձայնագրություն, որի գոյությունը պաշտոնապես երբեք չեն ճանաչել։ Կասետի վրա գրված էր 56։ Եվ ոչ ոք չգիտեր, թե ինչ է նշանակում այդ թիվը, մինչև որ մի անանուն աղբյուր հրապարակեց ճշմարտությունը։ Դա ծածկագիր էր։ 56 ժամ մնացել էր մինչև այն օրը, երբ Սոս Սարգսյանը պետք է հրաժարվեր իշխանությունից։ Եվ այդ կասետի վրա նա խոսում էր մարդու հետ, ում անունը երբեք չեն հրապարակել։ Նրա ձայնը դողում էր այնպես, որ դա այն Սոս Սարգսյանը չէր, ում ճանաչում էին հայրենիքում։ Դա մի մարդ էր, ով գիտեր, որ իրեն դավաճանել են, եւ ով փորձում էր հասկանալ, ինչու են իր ամենամոտ մարդիկ, նրանք, ում հետ նա կիսել էր հացն ու աղը, այժմ նստած փակ սենյակներում եւ բաժանում նրա իշխանությունը, կարծես նա արդեն մեռած լիներ։ Ով էր այդ անծանոթ զրուցակիցը, եւ ինչու է այդ ձայնագրությունը անհետացել ազգային արխիվից հենց հետաքննության առաջին օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր, որ այն գոյություն ունի։ Ինչու են վախենում, որ մենք լսենք այդ խոսակցությունը։ Եվ ինչ էր ասում Սոս Սարգսյանը, երբ դեռ չգիտեր, որ իր ամենամոտ մարդիկ արդեն ստորագրել են նրա քաղաքական մահվան վկայականը, եւ որ այդ վկայականի վրա առաջին ստորագրությունը պատկանում էր մարդուն, ում նա համարում էր իր եղբայր։ 1990-ականների սկզբին Սոս Սարգսյանը չէր պարզապես քաղաքական գործիչ, նա խորհրդանիշ էր, եւ երբ նա քայլում էր Երևանի փողոցներով, մարդիկ կանգ էին առնում ոչ թե վախից, այլ հարգանքից։ Այն հարգանքից, որը ծնվում է միայն այն ժամանակ, երբ մարդը տեսնում է իր երազանքների մարմնավորումը, եւ նրա անունը արտասանում էին այնպես, ինչպես արտասանում են ազգային հերոսի անունը, բայց քիչով գիտեր, որ այդ հարգանքի ետևում թաքնված էր մի ամբողջ համակարգ, որը կառուցված էր ոչ թե վստահության, այլ վախի եւ շահերի վրա, եւ որ նրա շուրջը կային մարդիկ, ովքեր ժպտում էին նրա դեմքին, սեղմում նրա ձեռքը, երդվում նրան հավատարմություն, բայց փակ դռների հետևում արդեն բաժանում էին նրա իշխանությունը։ Կարծես նա արդեն չէր գոյություն ունենում։ Այդ մարդկանցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, մարդ, ում հետ Սոս Սարգսյանը կիսել էր ամենադժվար տարիները, ով երդվել էր նրան հավատարմություն, բայց ում աչքերում արդեն վառվում էր այլ կրակ, այն կրակը, որը կոչվում է հզորության ծարավ, եւ որը այրում է ամեն ինչ իր ճանապարհին։ 1991 թվականի փետրվարի 26-ին, երբ ողջ երկիրը դեռ քնած էր եւ փողոցներում միայն առավոտյան մառախուղն էր թափառում, Սոս Սարգսյանի տուն եկավ մի մարդ, ում այցելությունը չէր գրանցվել ոչ մի պաշտոնական մատյանում, եւ ում դեմքը ծածկված էր բարձր օձիքով, թեև եղանակը տաք էր, եւ պահակները հետո կասեին, որ չեն տեսել նրան, բայց դա սուտ էր։ Նրանք տեսել էին։ Պարզապես հրաման էին ստացել լռել, եւ այդ հրամանը եկել էր այնքան բարձրից, որ նրանք չէին համարձակվում հարցնել ինչու։ Այդ մարդը մնաց Սոս Սարգսյանի աշխատասենյակում 3 ժամ, եւ երբ դուրս եկավ, Սոս Սարգսյանի դեմքը փոխված էր։ Նա նստած էր իր գրասեղանի մոտ, եւ նրա ձեռքերը դողում էին այնպես, որ նա չէր կարող բռնել գրիչը։ Նա, ով երբեք չէր դողացել ոչ մի բանից, ով կանգնել էր հազարավոր մարդկանց առջև եւ խոսել էր առանց նշագրի, այդ օրը դողում էր, կարծես տեսել էր ինչ-որ սարսափելի բան, ինչ-որ բան, որը կոտրել էր նրա ներսում։ Ինչ էր ասել այդ անծանոթ այցելուն, որ Սոս Սարգսյանը, երկրի ամենահզոր մարդը, կորցրեց իր անսասան վստահությունը մեկ զրույցից հետո։ Եվ ով էր այդ մարդը, որի անունը չի հնչել ոչ մի պաշտոնական փաստաթղթում, բայց ում ազդեցությունը փոխեց ամբողջ երկրի ճակատագիրը։ Սոս Սարգսյանի աշխատասենյակը գտնվում էր կառավարական շենքի 3-րդ հարկում, եւ պատուհանները նայում էին Հանրապետության հրապարակ, այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվում էին լսելու նրա ելույթները։ Եվ այդ պատուհաններից նա տեսնում էր ամեն ինչ՝ ցույցերը, հավաքները, մարդկանց դեմքերը, որոնք լուսավորվում էին հույսով, երբ նա խոսում էր։ Բայց այդ օրը, երբ անծանոթ այցելուն հեռացավ, Սոս Սարգսյանը չէր նայում պատուհանից։ Նա նայում էր իր ձեռքերին, եւ այդ ձեռքերը դողում էին այնպես, կարծես նա տեսել էր ինչ-որ սարսափելի բան, ինչ-որ բան, որը փոխել էր նրա ողջ աշխարհընկալումը։ Նրա օգնականը, ով մտավ սենյակ 10 րոպե անց, հետո կպատմեր, որ Սոս Սարգսյանը խնդրեց ջուր, բայց երբ բերեցին, նա չխմեց։ Նա պարզապես նայում էր բաժակին, կարծես մտածում էր, արդյոք անվտանգ է խմել այն, արդյոք այդ ջրի մեջ ինչ-որ բան չկա։ Եվ սա էր այն մարդը, ով երբեք չէր վախեցել ոչ մի բանից, ով խմել էր նույն բաժակից իր թշնամիների հետ, որպեսզի ցույց տա, որ նա չի վախենում։ Բայց եկեք վերադառնանք ավելի վաղ, երբ Սոս Սարգսյանը դեռ չէր այդ վախեցած մարդը, երբ նա էր այն ուժը, որը կարող էր շարժել լեռները, եւ 1980-ականների վերջին նա էր մարդը, ով կարողացավ միավորել տարբեր խմբավորումներ, ով խոսեց այնպես, որ նրան հավատացին նույնիսկ նրանք, ովքեր չէին ուզում հավատալ, եւ նրա ելույթները լցնում էին հրապարակները, եւ մարդիկ լսում էին նրան ոչ թե որպես քաղաքական, այլ որպես մարգարե, որպես մարդ, ով տեսնում է ապագան եւ կարող է տանել նրանց դեպի այն։ Նա խոստանում էր նոր Հայաստան,
Ազատ Հայաստան։ Հայաստան, որտեղ մարդիկ կապրեն արժանապատվությամբ, եւ մարդիկ հավատում էին, որովհետեւ նրանք ուզում էին հավատալ, որովհետեւ նրանք տեսել էին բավական մութ օրեր եւ ուզում էին լույս։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ կոչում էին նրա անունը, երբ հրապարակը դողում էր նրանց ձայներից, կային 5 մարդ, ովքեր նստած էին փակ սենյակում, հեռու աղմուկից, հեռու լույսերից, եւ քննարկում էին, թե ինչպես օգտագործել Սոս Սարգսյանի ժողովրդականությունը իրենց նպատակների համար, թե ինչպես վերցնել այն ուժը, որը նա ստեղծել էր, եւ ուղղորդել այն այնտեղ, որտեղ իրենք ուզում էին։ Այդ 5 մարդկանցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, եւ նա նստում էր այդ սեղանի գլխավոր տեղում, եւ երբ նա խոսում էր, մյուսները լռում էին, որովհետեւ նրանք գիտեին, որ նրա ով ներկա էր բոլոր այդ քննարկումներին, ով նստում էր անկյունում եւ գրում էր ամեն ինչ, ամեն մի խոսք, ամեն մի որոշում, եւ նրա անունը Վահագն Խաչատրյանն էր։ Սարմանալիորեն կրկին հայտնվեցինք այն դեմքերի հետ, որոնք հայտնվեցին մեր կյանքում, եւ դաժան հետևեցինք այն վերահսկողության, որը հնչեց մեր կյանքում։ Հայտնվեցինք այն կյանքին, որտեղ համեղ բժշկության եւ անմիտ խորհրդատվության տակ մեզ համար կարևոր է միայն հեղաշրջը, եւ անձամբ մենք դրանում նրա անունը։ Վահագն Խաչատրյանն էր, եւ նա աշխատում էր որպես Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական խորհրդական։ Վահագնը չէր քաղաքական, նա էր տեխնիկական մարդ, ով գիտեր, թե ինչպես կազմակերպել, ինչպես պլանավորել, ինչպես ապահովել, որ ամեն ինչ ընթանա ճիշտ ուղղությամբ, եւ նա արեց իր աշխատանքը լավ։ Այնքան լավ, որ ոչ ոք չնկատեց, թե ինչ է իրականում կատարվում։ Բայց Վահագնը ուներ մի թերություն. նա չգիտեր, երբ պետք է լռել, եւ նա սիրում էր խոսել, հատկապես երբ խմած էր։ Եվ 1992 թվականին, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, երբ Սոս Սարգսյանը արդեն հեռացել էր, եւ երբ Վահագնը մտածում էր, որ նա անվտանգ է, նա սկսեց խոսել։ Նա պատմեց մի լրագրողի, ում նա համարում էր ընկեր, թե ինչպես են պլանավորել Սոս Սարգսյանի հեռացումը, թե ինչպես են ստեղծել իրավիճակ, որտեղ նա ստիպված կլիներ հրաժարվել, թե ինչպես են օգտագործել նրա սեփական խոսքերը նրա դեմ, եւ թե ինչպես են ապահովել, որ ոչ ոք չկարողանա օգնել նրան։ Բայց այդ հարցազրույցը երբեք չհրապարակվեց, որովհետև Վահագն Խաչատրյանը մահացավ ավտովթարից 2 շաբաթ անց, եւ այդ հարցազրույցի ձայնագրությունը անհետացավ լրագրողի տնից հենց այն գիշեր, երբ Վահագնը մահացավ։ Եվ լրագրողը, երբ նրան հարցրին, ասաց, որ նա ոչինչ չգիտի, որ երբեք չի եղել հարցազրույց, եւ որ Վահագնը պարզապես ընկերն էր, ով եկել էր հյուր։ Պատահականություն չէ, որ մարդը, ով գիտեր չափազանց շատ, մահացավ հենց այն պահին, երբ նա սկսեց խոսել։ Սոս Սարգսյանը չգիտեր այդ ամենի մասին։ Նա չգիտեր, որ փակ սենյակներում նրա մասին խոսում են այնպես, կարծես նա արդեն չկա, եւ նա շարունակում էր հավատալ, որ նրա շուրջը մարդիկ են, ովքեր կիսում են նրա տեսլականը, ովքեր ուզում են նույն բանը, ինչ նա, եւ ովքեր պատրաստ են պայքարել նրա կողքին։ Նա հավատում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նրանք միասին էին անցել դժվար ճանապարհ, որովհետև նրանք միասին էին կանգնել, երբ ուրիշները փախչում էին, եւ որովհետև Լևոնը նայում էր նրա աչքերին եւ ասում էր. «Մենք եղբայրներ ենք»։ Եվ Սոս Սարգսյանը հավատում էր այդ խոսքերին։ Բայց Լևոնը արդեն այլ խաղ էր խաղում։ Նա հանդիպում էր մարդկանց հետ, որոնց Սոս Սարգսյանը չէր վստահում։ Նա կնքում էր գործարքներ, որոնց մասին Սոս Սարգսյանը չգիտեր, եւ նա ստեղծում էր իրավիճակ, որտեղ Սոս Սարգսյանը կդառնար խոչընդոտ, ոչ թե դաշնակից, եւ որտեղ նրա հեռացումը կդառնար անհրաժեշտություն, ոչ թե ընտրություն։ 1991 թվականի մարտին, երբ Սոս Սարգսյանը ելույթ էր ունենում Գյումրիում, երբ նա խոսում էր հազարավոր մարդկանց հետ, ովքեր եկել էին լսելու նրան, Լևոնը Երևանում հանդիպում էր ռուսական պատվիրակության հետ, եւ այդ հանդիպումը տևեց 4 ժամ, եւ երբ այն ավարտվեց, ռուսները գոհ էին, եւ Լևոնը գոհ էր, բայց Սոս Սարգսյանը չգիտեր այդ հանդիպման մասին։ Այդ հանդիպման մասին Սոս Սարգսյանին ասացին միայն 2 շաբաթ անց, եւ երբ նա հարցրեց, թե ինչու չեն տեղեկացրել իրեն, թե ինչու նա երկրի առաջնորդը վերջին մարդն է, ով իմանում է այդպիսի կարևոր հանդիպումների մասին, պատասխանը եղավ. «Դուք զբաղված էիք»։ Եվ այդ պատասխանը ասվեց այնպիսի տոնով, որը հստակ ասում էր. «Դուք այլևս կարևոր չեք»։ Բայց Սոս Սարգսյանը հասկացավ ճշմարտությունը։ Նա հասկացավ, որ նրան արդեն չեն համարում անհրաժեշտ, որ նրա կարծիքը այլևս կարևոր չէ, եւ որ որոշումները կայացվում են առանց նրա, կարծես նա արդեն չկա։ Այդ օրից սկսած Սոս Սարգսյանը փոխվեց։ Նա դարձավ ավելի լուռ, ավելի կասկածամիտ, ավելի մենամարտ, եւ նա սկսեց հարցնել հարցեր, որոնց պատասխանները չէին ուզում տալ, եւ որոնց պատասխանները, երբ տալիս էին այնքան անորոշ, որ ավելի լավ էր լռել։ Նա պահանջեց տեսնել ֆինանսական հաշվետվություններ, բայց ասացին, որ դրանք կորել են։ Նա ուզում էր իմանալ, թե ով է հանդիպում ռուսական պաշտոնյաների հետ նրա անունից, բայց ասացին, որ դա գաղտնի տեղեկություն է։ Եվ նա հարցրեց. «Գաղտնի ինձնից»։
բայց ոչ ոք չպատասխանեց։ Եվ այն մարդիկ, ովքեր նախկինում անմիջապես պատասխանում էին նրա զանգերին, ովքեր վազում էին, երբ նա կանչում էր, այժմ զբաղված էին կամ հանդիպման մեջ, եւ երբ Սոս Սարգսյանը հարցնում էր. «Երբ կարող եմ տեսնել նրանց», պատասխանը եղավ. «Մենք կկապվենք ձեզ հետ», բայց ոչ ոք չէր կապվում։ 1991 թվականի ապրիլի 12-ին, երբ արտաքում գարուն էր եւ ծառերը ծաղկում էին եւ երկինքը կապույտ էր, Սոս Սարգսյանը կանչեց իր ամենավստահելի մարդուն՝ Արամ Մանուկյանին, մարդուն, ով նրա հետ էր եղել սկզբից, ով պաշտպանել էր նրան ամենադժվար պահերին, ով երդվել էր, որ երբեք չի դավաճանի, եւ ում Սոս Սարգսյանը համարում էր իր եղբայր։ Բայց երբ Արամը մտավ աշխատասենյակ, Սոս Սարգսյանը տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, ինչ-որ փոփոխություն, ինչ-որ հեռավորություն, որը նախկինում չկար։ Եվ Արամը չէր նայում նրա աչքերին, նա նայում էր հատակին, պատերին, պատուհանին, ամեն տեղ, բայց ոչ Սոս Սարգսյանի աչքերին։ Եվ երբ Սոս Սարգսյանը հարցրեց. «Արամ, ինչ է կատարվում։ Ինչու ես զգում, որ ինչ-որ բան սխալ է։ Ինչու ես զգում, որ մարդիկ խուսափում են ինձնից»։ Արամը լռեց։ Նա լռեց երկար, եւ այդ լռությունը ավելի շատ բան ասաց, քան ցանկացած խոսք։ Այդ լռությունը ասաց. «Այո, ինչ-որ բան սխալ է, եւ ես գիտեմ թե ինչ, բայց ես չեմ կարող ասել քեզ»։ Վերջապես Արամը ասաց. «Սոս, դու պետք է հասկանաս, որ ժամանակները փոխվել են, որ այն, ինչ աշխատում էր երեկ, այլևս չի աշխատում այսօր, եւ որ մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես շարունակել ենք, որովհետեւ աշխարհը փոխվել է, եւ մենք պետք է փոխվենք նրա հետ»։ Սոս Սարգսյանը հարցրեց. «Մենք? Ո՞վ է մենք։ Դու եւ ես, թե դու եւ նրանք»։ Եվ նա ասաց. «Նրանք» այնպիսի տոնով, որը հստակ ասում էր, որ նա գիտի, որ կա նրանք, որ կա խումբ, որից նա բացառված է։ Բայց Արամը չպատասխանեց։ Նա պարզապես ասաց. «Ես չեմ կարող խոսել այս մասին»։ Եվ Սոս Սարգսյանը հարցրեց. «Չես կարող, թե չես ուզում»։ Եվ Արամը ասաց. «Երկուսն էլ»։ Եվ դա վերջին խոսքն էր, որը նրանք փոխանակեցին որպես ընկերներ։ Արամը ելավ սենյակից, եւ երբ դուռը փակվեց նրա հետևում, Սոս Սարգսյանը նստեց իր աթոռին եւ հասկացավ, որ նա միայնակ է, որ այն մարդիկ, ում նա համարում էր իր թիմը, իրականում այլ թիմի մաս են, եւ այդ թիմում նրա համար տեղ չկա։ Բայց նա դեռ չգիտեր, թե որքան արագ կգա վերջը։ Նա չգիտեր, որ արդեն պլանավորված է ամեն ինչ, որ արդեն որոշված է ամսաթիվը, ժամը, նույնիսկ այն բառերը, որոնք նա պետք է ասի, երբ հրաժարվի, եւ որ այդ բառերը արդեն գրված են, եւ որ նրանք պարզապես սպասում են ճիշտ պահին, որպիսի տան նրան այդ թուղթը եւ ասեն. «Ստորագրիր»։ Նա չգիտեր, որ իր ամենամոտ մարդիկ արդեն վարժվում են ապրել առանց նրա, որ նրանք արդեն բաժանել են նրա պաշտոնները, նրա լիազորությունները, նրա իշխանությունը, եւ որ նրանք արդեն խոսում են անցյալ ժամանակով, երբ նրա մասին են խոսում։ Բայց մի բան Սոս Սարգսյանը գիտեր։ Նա չէր ուզում հեռանալ լուր։ Նա չէր ուզում անհետանալ առանց ձայնի, առանց բացատրության, առանց ճշմարտության։ Եվ եթե նրան ստիպում էին գնալ, նա ուզում էր, որ ժողովուրդը իմանա ճշմարտությունը, որ նրանք իմանան, թե ինչ է իրականում կատարվել, թե ով է դավաճանել եւ թե ինչու։ Եվ այդ պատճառով նա սկսեց գրել։ Ամեն գիշեր, երբ բոլորը քնած էին, երբ շենքը լուռ էր, երբ միայն պահակների քայլերի ձայնը լսվում էր միջանցքներում, Սոս Սարգսյանը նստում էր իր աշխատասեղանի մոտ եւ գրում էր ամեն ինչ։ Հանդիպումները, զրույցները, դավադրությունները, խոստումները, որոնք խախտվեցին, երդումները, որոնք մոռացվեցին։ Նա գրում էր անունները, բոլոր այն մարդկանց անունները, ովքեր դավաճանել էին նրան, ովքեր ժպտել էին նրա դեմքին եւ դանակ խրել նրա մեջքին։ Եվ նա գրում էր Լևոն Տեր-Պետրոսյանի անունը ամենամեծ տառերով։ Եվ այդ անունը նա ընդգծում էր 3 անգամ, որպիսի ոչ ոք չկարողանա բաց թողնել այն։ Այդ ձեռագրերը նա պահում էր իր անձնական սեյֆում, եւ միայն նա գիտեր դրա կոդը։ Եվ նա մտածում էր, որ դրանք անվտանգ են, որ ոչ ոք չի կարող հասնել դրանց։ Բայց նա չգիտեր, որ սեյֆերը կարելի է բացել ոչ միայն կոդով, եւ որ կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես բացել ցանկացած սեյֆ, եթե նրանք ունեն բավական ժամանակ եւ բավական մոտիվացիա։ 1991 թվականի մայիսի 2-ին, երբ Սոս Սարգսյանը գնաց Գյումրի հանդիպելու աջակիցների հետ, երբ նա հեռացավ Երևանից, նրա աշխատասենյակ մտան 3 մարդ, եւ նրանք ունեին բանալիներ։ Նրանք գիտեին, թե որտեղ են տեղադրված տեսախցիկները, եւ նրանք գիտեին, թե ինչպես անջատել դրանք, եւ նրանք բացեցին սեյֆը, եւ դա տևեց միայն 15 րոպե, եւ նրանք հանեցին բոլոր ձեռագրերը, բոլոր թղթերը, ամեն ինչ, ինչ Սոս Սարգսյանը գրել էր։ Եվ երբ Սոս Սարգսյանը վերադարձավ երեկոյան, սեյֆը դատարկ էր։ Նա կանգնեց այնտեղ երկար, նայելով դատարկ սեյֆին, եւ նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Եվ նա հասկացավ, որ պատերազմը պարտվել է։
որ նրանք արդեն ամեն ինչ գիտեին, որ նրանք արդեն կարդացել էին նրա բոլոր մտքերը, նրա բոլոր վախերը, նրա բոլոր հույսերը, եւ այժմ նրանք ունեին զենք, որը կարող էին օգտագործել նրա դեմ, եթե նա չհնազանդվեր։ Բայց Սոս Սարգսյանը չէր հանձնվող մարդ, եւ եթե նրանք վերցրել էին նրա ձեռագրերը, նա կգրեր նորերը, եւ եթե նրանք փակել էին մի դուռ, նա կգտներ մեկ այլ ելք, եւ նա որոշեց անել ինչ-որ բան, ինչը ոչ ոք չէր սպասում, ինչ-որ բան, որը կփոխեր ամեն ինչ։ Նա որոշեց խոսել ուղղակիորեն ժողովրդի հետ, առանց միջնորդների, առանց թիմի, առանց այն մարդկանց, ովքեր դավաճանել էին իրեն, եւ նա պլանավորեց մեծ հանրահավաք։ Մայիսի 15-ին Հանրապետության հրապարակում, եւ նա պատրաստվում էր ասել ամեն ինչ, բոլոր անունները, բոլոր դավադրությունները, ամեն ինչ։ Բայց նա չգիտեր, որ այդ հանրահավաքը երբեք չէր տեղի ունենալու, որովհետև նրանք արդեն գիտեին նրա պլանների մասին, որովհետև նրա սեփական թիմում կային մարդիկ, ովքեր հաղորդում էին ամեն ինչ, եւ որովհետև նրանք չէին թույլ տալու, որ Սոս Սարգսյանը խոսի, որ նա բացահայտի ճշմարտությունը, որ նա ասի այն, ինչ չպետք է ասվեր։ Մայիսի 12-ին, 3 օր առաջ պլանավորված հանրահավաքից, երբ Սոս Սարգսյանը նստած էր իր տանը եւ պատրաստում էր իր ելույթը, երբ նա գրում էր այն բառերը, որոնք պետք է փոխեին ամեն ինչ, նրա տուն եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դա առաջին անգամն էր, երբ նրանք երկուսով միայնակ էին հանդիպում վերջին 2 ամսվա ընթացքում, եւ երբ Սոս Սարգսյանը տեսավ Լևոնին, նա հասկացավ, որ եկել է վերջը։ Նրանք նստեցին Սոս Սարգսյանի ընտանեկան սենյակում, այնտեղ, որտեղ պատերին կախված էին ընտանեկան լուսանկարներ, որտեղ ամեն ինչ խոսում էր կյանքի, երջանկության, հույսի մասին, եւ Լևոնը սկսեց խոսել։ Նա խոսեց երկար, նա խոսեց հանգիստ, եւ նա խոսեց այնպես, կարծես նա բացատրում էր ինչ-որ բան երեխայի, ինչ-որ բան, որը պարզ է, բայց որը երեխան չի կարող հասկանալ։ Նա ասաց, որ Սոս Սարգսյանը կատարել է իր առաքելությունը, որ նա հերոս է, որ ժողովուրդը միշտ կհիշի նրան, բայց որ այժմ եկել է ժամանակը նոր սերնդի համար, նոր մարդկանց համար, ովքեր ունեն նոր տեսլական, նոր գաղափարներ։ Նա ասաց, որ եթե Սոս Սարգսյանը շարունակի դիմադրել, եթե նա շարունակի պայքարել, ապա կլինեն հետևանքներ։ Ոչ միայն նրա համար, այլև նրա ընտանիքի համար, նրա երեխաների համար, նրա կնոջ համար։ Եվ նա ասաց այդ խոսքերը այնպես, կարծես նա խոսում էր եղանակի մասին, առանց էմոցիայի, առանց զղջման։ Եվ երբ Սոս Սարգսյանը հարցրեց. «Դու սպառնում ես ինձ, դու սպառնում ես իմ ընտանիքին», Լևոնը ժպտաց, եւ այդ ժպիտը սառ էր, եւ նա ասաց. «Ես չեմ սպառնում, ես նախազգուշացնում եմ, որովհետև ես հոգ եմ տանում քո մասին, որովհետև ես չեմ ուզում, որ ինչ-որ բան վատ պատահի քեզ կամ քո սիրելիներին»։ Եվ Սոս Սարգսյանը հասկացավ, որ դա ոչ թե նախազգուշացում էր, այլ սպառնալիք, եւ որ Լևոնը պատրաստ էր անել ամեն ինչ, որպեսզի նա լռի, որպեսզի նա հեռանա, որպեսզի նա անհետանա։ Այդ զրույցից հետո Սոս Սարգսյանը հասկացավ, որ նա պարտվել է, ոչ թե որովհետև նա վախենում էր իր համար, այլ որովհետև նա վախենում էր իր ընտանիքի համար, որովհետև նա ուներ 2 երեխա, որոնք դեռ փոքր էին, եւ նա ուներ կին, որը սիրում էր նրան, եւ նա չէր կարող ռիսկի ենթարկել նրանց, չէր կարող թույլ տալ, որ նրանք տուժեն իր պատճառով։ Եվ այդպես, մայիսի 13-ին, երբ արևը ծագում էր Երևանի վրա, երբ քաղաքը արթնանում էր, Սոս Սարգսյանը հրապարակեց հայտարարություն, որտեղ ասում էր, որ նա հրաժարվում է իր պաշտոնից անձնական պատճառներով, եւ որ նա ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ, եւ որ նա հավատում է, որ նոր սերունդը կկարողանա ավելի լավ ծառայել երկրին։ Բայց նրա ձայնը, երբ նա կարդում էր այդ հայտարարությունը, դողում էր, եւ ով ուշադիր էր լսում, կարող էր լսել այդ դողը, կարող էր լսել, որ դա ոչ թե հրաժարական էր, այլ հանձնվելու ակտ, եւ որ այդ խոսքերը ոչ թե նրա խոսքերն էին, այլ խոսքեր, որոնք նրան ստիպել էին ասել։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև Սոս Սարգսյանը նույնիսկ հրաժարվելուց հետո չէր լռում։ Նա շարունակում էր խոսել, շարունակում էր հարցնել, նել, շարունակում էր փորձել հասնել ճշմարտությանը, եւ այդ պատճառով նրանք որոշեցին, որ նա պետք է լիովին անհետանա հանրային կյանքից, որ նա պետք է մոռացվի, որ նրա անունը պետք է ջնջվի պատմությունից։ Ո՞վ էին նրանք, եւ ինչու էին նրանք այդքան վախենում մի մարդուց, ով արդեն կորցրել էր իր իշխանությունը, եւ ինչ էր այն ճշմարտությունը, որը Սոս Սարգսյանը փորձում էր բացահայտել, եւ որը նրանք այդքան ուժգնորեն փորձում էին թաքցնել։ Երբ Սոս Սարգսյանի անձնական վարորդը Գևորգ Հավաքյանը 1992 թվականի հունվարին փորձեց մտնել իր նախկին աշխատավայր, կառավարական շենք, պահակները նրան կանգնեցրին դռան մոտ եւ ասացին, որ նրա անունը այլևս չկա թույլատրված անձանց ցուցակում։ Եվ երբ Գևորգը հարցրեց ինչու, նրանք պարզապես ուսերը թոթվեցին եւ ասացին.
հրամաններ են։ Եվ Գևորգը հասկացավ, որ այդ հրամանները եկել են շատ բարձրից, այնքան բարձրից, որ նույնիսկ հարցնելը վտանգավոր էր։ Նա վերադարձավ տուն եւ փորձեց զանգահարել Սոս Սարգսյանին, բայց հեռախոսը չէր պատասխանում։ Նա փորձեց 3 օր անընդմեջ, ամեն ժամ, բայց միշտ նույն լռությունը, նույն ազդանշանը, որը շարունակվում էր անվերջ։ Կարծես այն հեռախոսը գտնվում էր դատարկ սենյակում, որտեղ ոչ ոք չկար պատասխանելու։ Վերջապես 4-րդ օրը, երբ Գևորգը արդեն կորցրել էր հույսը, հեռախոսը վերցրեցին, բայց ձայնը, որը պատասխանեց, Սոս Սարգսյանի ձայնը չէր։ Դա կնոջ ձայն էր։ Եվ այդ ձայնը դողում էր այնպես, որ Գևորգը անմիջապես հասկացավ, ինչ որ սարսափելի բան տեղի է ունեցել։ Կինը ներկայացավ որպես Սոս Սարգսյանի քույր, եւ նա ասաց, որ Սոսը հիվանդ է, որ նա չի կարող խոսել, որ բժիշկները ասել են, որ նրան անհրաժեշտ է լիակատար հանգիստ, եւ երբ Գևորգը հարցրեց, ինչ տեսակի հիվանդություն, կինը լռեց։ Եվ այդ լռությունը տևեց այնքան երկար, որ Գևորգը մտածեց, թե կապը կտրվել է, բայց հետո նա լսեց շնչառության ձայնը եւ կինը շշուկով ասաց. «Մի փորձիր ավելի զանգահարել», եւ հեռախոսը անջատվեց։ Ով էր այդ կինը, որը ներկայացավ որպես քույր, բայց ում ձայնը հնչում էր ավելի շատ որպես պահակի, քան հարազատի։ Եվ ինչու էր Սոս Սարգսյանը, ով երբեք չէր հիվանդացել, ով միշտ եղել է ուժեղ եւ առողջ, հանկարծ դարձել անընդունակ նույնիսկ հեռախոսը վերցնելու։ Եվ ամենակարևորը, ինչու էին նրան մեկուսացրել այնպես, որ նույնիսկ նրա ամենավստահելի մարդիկ չէին կարող հասնել նրան։ 1992 թվականի փետրվարին Երևանում սկսեցին տարածվել լուրեր, որոնք խոսում էին Սոս Սարգսյանի հանկարծակի հիվանդության մասին։ Բայց այդ լուրերը այնքան հակասական էին, որ անհնար էր հասկանալ, թե ինչն է ճշմարտություն։ Ոմանք ասում էին, որ նա ունի սրտի խնդիրներ, ուրիշները, որ նա տառապում է նյարդային խանգարումից։ Երրորդները շշուկով հայտնում էին, որ նա փորձել է ինքնասպանություն գործել։ Բայց բոլոր այդ պատմություններում մի ընդհանուր բան կար. ոչ ոք չէր տեսել նրան, ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա, եւ ոչ ոք չէր կարող հաստատել, թե արդյոք նա ընդհանրապես կենդանի է։ Մի խումբ նրա նախկին աջակիցներ փորձեցին կազմակերպել այցելություն։ Նրանք գնացին այն հասցեին, որտեղ ըստ պաշտոնական տեղեկությունների Սոս Սարգսյանը ապրում էր, բայց երբ նրանք հասան, տեսան, որ տունը շրջապատված է բարձր ցանկապատով, եւ դարպասի մոտ կանգնած են 2 մարդ, ովքեր հագած էին քաղաքացիական հագուստ, բայց ում վարքագիծը հստակ ասում էր, որ նրանք անվտանգության աշխատակիցներ են։ Երբ այցելուները փորձեցին մտնել, այդ մարդիկ խնդրեցին նրանց հեռանալ, եւ երբ նրանք պնդեցին, որ ուզում են տեսնել Սոս Սարգսյանին, պատասխանը եղավ. «Պարոն Սարգսյանը ոչ ոքի չի ընդունում»։ Եվ այդ ոչ ոքի բառը ասվեց այնպիսի վճռականությամբ, որը հստակ ասում էր, բացառություններ չկան։ Բայց մի մարդ կարով չէր հանձնվում, եւ դա Արթուր Մկրտչյանն էր, Սոս Սարգսյանի հին ընկերը, ով ապրում էր լեռներում եւ ով վերջին տարիներին հեռու էր մնացել քաղաքականությունից, բայց ով երբ լսեց Սոս Սարգսյանի մասին լուրերը, որոշեց գործել։ Արթուրը չէր այն մարդը, ով վախենում էր անվտանգության աշխատակիցներից կամ պաշտոնական արգելքներից։ Նա եղել էր ռազմական։ Նա գիտեր, թե ինչպես շարժվել անտեսանելի, թե ինչպես գտնել ճանապարհներ, որոնք ուրիշները չէին տեսնում։ Եվ նա օգտագործեց այդ հմտությունները, որպեսզի հասնի Սոս Սարգսյանին։ 1992 թվականի մարտի 12-ին, երբ գիշերը ծածկել էր Երևանը եւ փողոցները դատարկ էին, Արթուրը մոտեցավ այն տանը, որտեղ պահում էին Սոս Սարգսյանին, բայց նա չմտավ առջևի դռնից։ Նա գիտեր, որ այնտեղ պահակներ կան։ Նա մտավ հետևի բակից, անցնելով հարևանի տան միջով, եւ նա բարձրացավ պատին եւ ցատկեց Սոս Սարգսյանի բակ։ Տունը մութ էր, բայց երկրորդ հարկի մի պատուհանում լույս էր վառված, եւ Արթուրը տեսավ ստվեր, մարդու ստվեր, որը շարժվում էր սենյակում, եւ նա հասկացավ, որ Սոս Սարգսյանը այնտեղ է։ Արթուրը գտավ հին փայտե սանդուղք, որը հենված էր պատին, եւ նա բարձրացավ դեպի երկրորդ հարկ, ամեն աստիճան փորձելով նախ, որպեսի համոզվի, որ այն չի կոտրվի։ Եվ երբ նա հասավ պատուհանին, նա թակեց ապակուն, մեղմ, 3 անգամ, եւ սպասեց։ Ստվերը սենյակում կանգ առավ, եւ հետո պատուհանը բացվեց, եւ Արթուրը տեսավ Սոս Սարգսյանի դեմքը, բայց դա այն դեմքը չէր, որը նա հիշում էր։ Դա մարդու դեմք էր, ով ծերացել էր 10 տարով մի քանի ամսում, ում աչքերը խորացել էին, ում մաշկը դարձել էր մոխրագույն, եւ ով նայում էր Արթուրին այնպես, կարծես չէր հավատում, որ այն, ինչ տեսնում է, իրական է։ Արթուր, շշուկեց Սոս Սարգսյանը, եւ նրա ձայնը այնքան թույլ էր, որ Արթուրը հազիվ լսեց. «Ինչպես դու»։ Բայց Արթուրը ընդհատեց նրան. «Ես եկել եմ քեզ հանելու այստեղից, Սոս։ Ես եկել եմ քեզ փրկելու»։ Բայց Սոս Սարգսյանը ցնցեց գլուխը, եւ նրա աչքերում Արթուրը տեսավ ինչ-որ բան, ինչը նրան սարսափեցրեց։ Դա հուսահատություն էր։ Լիակատար, ամբողջական հուսահատություն։ «Արթուր», ասաց Սոս Սարգսյանը,
Դու չես կարող ինձ փրկել, որովհետև ես արդեն մեռած եմ։ Ես ապրում եմ, բայց ես մեռած եմ, եւ նրանք ուզում են, որ ես մնամ այստեղ, այս տանը, այս սենյակում, մինչև ես իսկապես մեռնեմ։ Եվ ապա նրանք կասեն, որ ես մահացել եմ բնական մահով, եւ ոչ ոք չի հարցնի։ Արթուրը զգաց, թե ինչպես է բարձրանում նրա զայրույթը, եւ նա ասաց. Ես չեմ թողնի, որ դա տեղի ունենա, Սոս։ Ես կվերցնեմ քեզ հենց հիմա։ Մենք կգնանք լեռներ, որտեղ նրանք չեն կարող գտնել մեզ, եւ դու կպատմես ամեն ինչ, դու կբացահայտես ճշմարտությունը։ Բայց Սոս Սարգսյանը կրկին ցնցեց գլուխը եւ նա ասաց. Նրանք ունեն իմ ընտանիքը, Արթուր։ Նրանք ունեն իմ կնոջը եւ իմ երեխաներին, եւ նրանք ասացին ինձ, որ եթե ես փորձեմ փախչել, եթե ես փորձեմ խոսել, ապա իմ ընտանիքը կտուժի, եւ ես չեմ կարող թույլ տալ դա։ Ես կարող եմ տանել ամեն ինչ, բայց ես չեմ կարող տանել, որ իմ երեխաները տուժեն իմ պատճառով։ Եվ այն ժամանակ Արթուրը հասկացավ, թե որքան խորն է այդ դավադրությունը, թե ինչպես են նրանք օգտագործել Սոս Սարգսյանի սերը իր ընտանիքի նկատմամբ որպես շղթա, որը պահում է նրան բանտարկված։ Եվ նա հասկացավ, որ նա չի կարող պարզապես վերցնել Սոս Սարգսյանին եւ փախչել, որովհետև դա կնշանակի նրա ընտանիքի մահվան դատապարտում։ Ով էր այն մարդը, ով տվել էր հրաման պահել Սոս Սարգսյանի ընտանիքին որպես պատանդներ։ Եվ ինչու էին նրանք այդքան վախենում, որ Սոս Սարգսյանը կարող է ասել, եթե նա ազատվեր։ Եվ արդյոք կար ինչ-որ ճանապարհ փրկել եւ Սոս Սարգսյանին եւ նրա ընտանիքին, թե նրանք արդեն շատ խորն էին ընկել այդ ծուղակի մեջ, որտեղից ելք չկար։ Արթուրը եւ Սոս Սարգսյանը խոսեցին այդ գիշեր 2 ժամ, եւ Սոս Սարգսյանը պատմեց ամեն ինչ, թե ինչպես են նրան ստիպել հրաժարվել, թե ինչպես են նրան սպառնացել, թե ինչպես են գողացել նրա ձեռագրերը, եւ թե ինչպես են նրան բերել այս տուն եւ ասել, որ նա պետք է մնա այստեղ իր սեփական անվտանգության համար։ Նա պատմեց, թե ինչպես են նրան թույլ տալիս տեսնել իր ընտանիքին միայն շաբաթը մեկ անգամ եւ միայն 1 ժամով, եւ միայն այն պայմանով, որ նա չի խոսի քաղաքականության մասին, եւ թե ինչպես են նրա երեխաները հարցնում. «Հայրիկ, երբ կգաս տուն»։ Եվ նա չի կարող պատասխանել, որովհետև նա չգիտի, թե արդյոք նա երբևէ կվերադառնա տուն։ Եվ Սոս Սարգսյանը պատմեց նաև մի բան, որը Արթուրին սառեցրեց արյունը։ Նա ասաց, որ ամեն օր նրան տալիս են դեղեր, որոնք ըստ բժիշկների օգնում են նրան հանգստանալ, բայց որոնք իրականում անում են նրան թույլ, անում են նրան մտածելու անընդունակ։ Եվ նա զգում է, թե ինչպես է նրա միտքը դանդաղորեն մարում, ինչպես է նրա հիշողությունը դառնում ավելի եւ ավելի անհստակ։ Եվ նա վախենում է, որ շուտով նա չի հիշի նույնիսկ իր սեփական անունը, չի հիշի, թե ով է եղել, թե ինչի համար է պայքարել։ Արթուրը լսեց այս ամենը, եւ նրա ներսում բորբոքվեց զայրույթ, այնպիսի զայրույթ, որը նա երկար ժամանակ չէր զգացել, եւ նա երդվեց Սոս Սարգսյանին, որ նա կգտնի ճանապարհ օգնելու, որ նա չի թողնի, որ այս անարդարությունը շարունակվի, եւ որ նա կբացահայտի ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակի իր սեփական կյանքի ռիսկի ենթարկում։ Բայց Սոս Սարգսյանը բռնեց Արթուրի ձեռքը եւ ասաց. Արթուր, խնդրում եմ, մի արա ոչինչ, որը կվտանգի քեզ, որովհետև եթե դու տուժես, ապա ես կմեղավոր զգամ ինձ, եւ ես արդեն չեմ կարող կրել ավելի շատ մեղք։ Եվ Արթուրը տեսավ, թե որքան կոտրված է այս մարդը, որքան խորն է նրա ցավը, եւ նա հասկացավ, որ նա պետք է գործի խելամիտ, ոչ թե էմոցիոնալ, որ նա պետք է պլանավորի ամեն քայլ, որ նա պետք է գտնի դաշնակիցներ, մարդիկ, ովքեր դեռ չեն վախեցած, ովքեր դեռ պատրաստ են պայքարել ճշմարտության համար։ Նա հրաժեշտ տվեց Սոս Սարգսյանին եւ խոստացավ, որ կվերադառնա, եւ երբ նա իջավ սանդուղքով եւ անցավ բակով, նա նայեց վերև եւ տեսավ Սոս Սարգսյանին, ով կանգնած էր պատուհանի մոտ եւ նայում էր նրան։ Եվ այդ նայվածքում կար այնպիսի տխրություն, որը Արթուրը երբեք չէր տեսել մարդու աչքերում։ 1992 թվականի ապրիլին Արթուր Մկրտչյանը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա գիտեր, որ եթե նա ուզում է օգնել Սոս Սարգսյանին, նա պետք է հասկանա, թե ով է կանգնած այս ամենի հետևում, ով է տվել հրամանները, ով է կազմակերպել այս դավադրությունը։ Նա սկսեց հարցնել հարցեր, զգույշ, անուղղակի հարցեր։ Նա խոսեց հին ընկերների հետ, ովքեր դեռ ունեին կապեր քաղաքական շրջանակներում, եւ նա սկսեց հավաքել տեղեկություններ։ Եվ այն, ինչ նա իմացավ, նրան սարսափեցրեց։ Նա իմացավ, որ Սոս Սարգսյանի հեռացումը պլանավորվել էր ոչ թե ամիսներ, այլ տարիներ առաջ, որ դա եղել է երկարաժամկետ ծրագիր, որը ներառում էր տասնյակ մարդկանց, որոնք բոլորը ունեին իրենց դերերը, իրենց առաջադրանքները։ Նա իմացավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է այդ ծրագրի գլխավոր ճարտարապետը, բայց նա չէր միակը, կային ուրիշներ էլ, մարդիկ, ում անունները Արթուրը երբեք չէր լսել, մարդիկ, ովքեր գործում էին ստվերներից, ովքեր երբեք չէին հայտնվում հանրային տեսադաշտում, բայց ում ազդեցությունը ավելի մեծ էր, քան ցանկացած պաշտոնյայի։ Արթուրը իմացավ նաև մի բան, որը նրան ավելի շատ սարսափեցրեց, քան ամեն ինչ։
Նա իմացավ, որ Սոս Սարգսյանի ընտանիքը պահվում է ոչ թե Երևանում, այլ մի փոքրիկ գյուղում, 100 կիլոմետր հեռավորության վրա, եւ որ նրանք պահվում են մի տանը, որը պատկանում է անվտանգության ծառայությանը, եւ որ այդ տունը պահպանվում է 24 ժամ, եւ որ ոչ ոք չի կարող մտնել կամ դուրս գալ առանց հատուկ թույլտվության։ Եվ Արթուրը հասկացավ, որ եթե նա ուզում է փրկել Սոս Սարգսյանի ընտանիքին, նա պետք է կազմակերպի ինչ-որ բան, որը նման է ռազմական գործողության, ինչ-որ բան, որը պահանջում է մարդիկ, զենք, պլան, եւ նա չգիտեր, թե արդյոք նա կարող է գտնել այդպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի ենթարկել իրենց կյանքը Սոս Սարգսյանի ընտանիքի համար։ Բայց նա գիտեր, որ նա պետք է փորձի, որովհետև եթե նա չանի ոչինչ, ապա Սոս Սարգսյանը կմնա այդ տանը, կշարունակի ընդունել այդ դեղերը եւ դանդաղորեն կմարի, եւ ոչ ոք չի իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել, եւ ճշմարտությունը կթաղվի նրա հետ միասին։ Մայիսի սկզբին Արթուր Մկրտչյանը հավաքեց մի փոքր խումբ, 5 մարդ, ովքեր բոլորը եղել էին նախկին ռազմական, ովքեր բոլորը ունեին փորձ, եւ ովքեր բոլորը պատրաստ էին օգնել Սոս Սարգսյանին։ Նրանք հանդիպեցին մի լքված շենքում Երևանի Արվարձաններում, եւ Արթուրը ներկայացրեց իր պլանը։ Նա ասաց, որ նրանք պետք է առաջին հերթին ազատեն Սոս Սարգսյանի ընտանիքին, որովհետև մինչև նրանք պատանդի մեջ են, Սոս Սարգսյանը երբեք չի համաձայնի փախչել։ Նա ասաց, որ նրանք պետք է գործեն արագ, անակնկալ, եւ որ նրանք պետք է օգտագործեն գիշերը որպես ծածկույթ։ Նա ասաց, որ դա վտանգավոր է, որ նրանցից ոմանք կարող են չվերադառնալ, բայց որ եթե նրանք հաջողություն ունենան, նրանք կկարողանան փրկել անմեղ մարդկանց եւ բացահայտել մի դավադրություն, որը սարսափեցնում է ամբողջ երկիրը։ Եվ այդ 5 մարդիկ նայեցին միմյանց, եւ նրանք բոլորը գլխով հավանություն տվեցին, եւ նրանք սկսեցին պատրաստվել։ Բայց Արթուրը չգիտեր, որ նրանց խմբում կար մի մարդ, ով չէր այնինչ թվում էր։ Մի մարդ, ով աշխատում էր երկու կողմի համար, եւ ով արդեն հաղորդել էր նրանց պլանների մասին այն մարդկանց, ովքեր պահում էին Սոս Սարգսյանին։ Այդ մարդու անունը Վահե Գրիգորյանն էր, եւ նա եղել էր Արթուրի ընկերը 15 տարի։ Նրանք միասին ծառայել էին բանակում, միասին պայքարել էին, եւ Արթուրը երբեք չէր կասկածել, որ Վահեն կարող է դավաճանել նրան։ Բայց Վահեն ուներ իր պատճառները։ Նրա ընտանիքը պարտքի մեջ էր։ Նրա որդին հիվանդ էր եւ պահանջում էր թանկարժեք բուժում, եւ երբ անվտանգության ծառայությունը մոտեցավ նրան եւ առաջարկեց գումար, շատ գումար, պարզապես հաղորդելու համար, թե ինչ է պլանավորում Արթուրը, Վահեն համաձայնվեց։ Նա համաձայնվեց, որովհետև նա մտածեց, որ դա միայն տեղեկություններ են, որ դա ոչ ոքի չի վնասի։ Բայց նա չգիտեր, թե ինչ հետևանքներ կունենա նրա դավաճանությունը, եւ երբ նա իմացավ, արդեն ուշ էր։ Մայիսի 19 գիշերը, երբ Արթուրը եւ նրա թիմը պատրաստվում էին մեկնել դեպի այն գյուղը, որտեղ պահվում էր Սոս Սարգսյանի ընտանիքը, երբ նրանք ստուգում էին իրենց սարքավորումները, իրենց պլանները, նրանք չգիտեին, որ նրանց սպասում է ծուղակ։ Նրանք մեկնեցին 3 մեքենայով եւ նրանք վարեցին լուռ, առանց լույսերի, օգտագործելով հետևի ճանապարհները, որպեսզի խուսափեն ուշադրությունից։ Բայց երբ նրանք հասան գյուղ, երբ նրանք մոտեցան այն տանը, որտեղ պահվում էր ընտանիքը, նրանք տեսան, որ ամեն ինչ չափազանց հանգիստ է, չափազանց լուռ, եւ Արթուրը զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նա տվեց ազդանշան իր մարդկանց կանգ առնել, եւ նրանք կանգ առան 100 մետր հեռավորության վրա տնից, եւ Արթուրը վերցրեց իր հեռադիտակը եւ սկսեց դիտել։ Եվ այն, ինչ նա տեսավ, նրան սառեցրեց։ Տան շուրջը չկային պահակներ, չկային մեքենաներ, չկար ոչինչ, որը ցույց տար, որ այնտեղ ինչ-որ մեկը կա։ Տունը թվում էր լիովին լքված, եւ Արթուրը հասկացավ, որ նրանք ուշացել են, որ Սոս Սարգսյանի ընտանիքը այլևս այնտեղ չէ, եւ որ նրանք տեղափոխվել են ուրիշ տեղ, եւ նա հասկացավ նաեւ, որ ինչ-որ մեկը նախազգուշացրել է նրանց, որ ինչ-որ մեկը դավաճանել է նրանց։ Արթուրը դարձավ դեպի իր մարդիկը, եւ նա տեսավ Վահե Գրիգորյանի դեմքը, եւ այդ դեմքում նա տեսավ մեղքը, տեսավ ամոթը, եւ նա հասկացավ ամեն ինչ։ Նա մոտեցավ Վահեին եւ հարցրեց. «Դու»։ Եվ Վահեն չէր կարող նայել նրա աչքերին։ Նա նայում էր հատակին եւ նրա ձեռքերը դողում էին։ Ես ստիպված էի, շշուկեց Վահեն։ Իմ որդին, նրանք ասացին, որ նրանք կօգնեն իմ որդուն, եթե ես… Բայց Արթուրը չթույլ տվեց նրան ավարտել։ Դու դավաճանեցիր մեզ, ասաց Արթուրը, եւ նրա ձայնը այնքան սառն էր, որ Վահեն սկսեց դողալ։ Դու դավաճանեցիր Սոս Սարգսյանին, դու դավաճանեցիր նրա ընտանիքին, եւ դու դավաճանեցիր ամեն ինչին, ինչի համար մենք պայքարել ենք։ Եվ Արթուրը դարձավ դեպի մյուս մարդիկը եւ ասաց. Մենք պետք է հեռանանք հենց հիմա, որովհետեւ եթե նրանք գիտեն, որ մենք այստեղ ենք, նրանք շուտով կգան մեզ համար։ Եվ նրանք վերադարձան մեքենաներ եւ մեկնեցին, թողնելով Վահե Գրիգորյանին միայնակ այդ դատարկ ճանապարհին, եւ Վահեն կանգնեց այնտեղ եւ լաց եղավ, որովհետեւ նա հասկացավ, որ նա կորցրել է ամեն ինչ՝ իր ընկերներին, իր պատիվը, իր հոգին։
Երբ Արթուրը վերադարձավ Երևան, նա անմիջապես գնաց այն տուն, որտեղ պահվում էր Սոս Սարգսյանը, բայց երբ նա հասավ, նա տեսավ, որ տունը այժմ պահպանվում է ավելի խիստ, քան նախկինում, որ կան ավելի շատ պահակներ, ավելի շատ մեքենաներ, եւ նա հասկացավ, որ նա չի կարող մտնել այնպես, ինչպես մտել էր վերջին անգամ։ Նա սպասեց մինչև գիշեր, եւ հետո նա փորձեց կրկին բարձրանալ դեպի երկրորդ հարկ, բայց այս անգամ, երբ նա հասավ պատուհանին, նա տեսավ, որ այն փակ է, եւ վարագույրները քաշված են, եւ նա չէր կարող տեսնել ներսում։ Նա թակեց ապակուն, մեղմ, 3 անգամ, ինչպես նախորդ անգամ, բայց ոչ ոք չպատասխանեց։ Նա սպասեց, եւ հետո նա թակեց կրկին, ավելի ուժգին, բայց դեռ ոչ ոք չպատասխանեց։ Եվ այն ժամանակ Արթուրը լսեց ձայն ներքևից. «Ո՞վ է այնտեղ»։ Եվ նա հասկացավ, որ պահակները նկատել են նրան, եւ նա պետք է փախչի։ Նա իջավ սանդուղքով այնքան արագ, որքան կարող էր, եւ նա վազեց դեպի պատը, բայց երբ նա փորձեց բարձրանալ, նա լսեց կրակոցի ձայն, եւ նա զգաց ցավ իր ձախուսում։ Նա ընկավ հատակին, բայց նա ստիպեց ինքն իրեն ելնել, եւ նա շարունակեց վազել, եւ նա լսեց ձայներ իր հետևից. «Կանգ, կամ մենք կկրակենք կրկին»։ Բայց նա չկանգնեց, նա շարունակեց վազել, եւ նա անցավ պատը եւ ընկավ մյուս կողմում, եւ նա շարունակեց վազել, թեև նրա ուսը այրվում էր եւ նրա արյունը թրջում էր նրա վերնաշապիկը։ Արթուրը վազեց մինչև հասավ մի փոքրիկ այգի, եւ այնտեղ նա թաքնվեց ծառերի հետևում, եւ նա սպասեց լսելով, թե արդյոք նրանք հետևում են նրան։ Նա լսեց ձայներ, լսեց քայլեր, բայց դրանք հեռացան, եւ Արթուրը հասկացավ, որ նրանք կորցրել են նրան։ Նա նստեց հատակին եւ ստուգեց իր վերքը։ Գնդակը անցել էր նրա ուսով, բայց այն չէր խորը, եւ նա կարող էր շարժվել։ Նա պատրեց իր վերնաշապիկի մի կտոր եւ կապեց վերքը, եւ հետո նա նստեց այնտեղ, հենված ծառին, եւ նա մտածեց, թե ինչ անել հաջորդը։ Նա հասկացավ, որ նա չի կարող օգնել Սոս Սարգսյանին ուժով, որ նրանք չափազանց ուժեղ են, չափազանց լավ պատրաստված են։ Նա հասկացավ, որ եթե նա ուզում է փրկել Սոս Սարգսյանին, նա պետք է գտնի այլ ճանապարհ, պետք է գտնի նրանց թույլ կողմը, պետք է գտնի մի բան, որը նրանք չեն սպասում։ Բայց ինչ էր այդ բանը, եւ ինչպես կարող էր նա գտնել այն, երբ նա վիրավորոր էր, երբ նա հետախուզվում էր, երբ նրա ամենամոտ ընկերներից մեկը դավաճանել էր նրան, եւ երբ ժամանակը սպառվում էր, եւ Սոս Սարգսյանը ամեն օր դառնում էր ավելի թույլ, ավելի մոտ այն կետին, որտեղից վերադարձ չկա։ Երբ Արթուր Մկրտչյանը վերջապես հասավ իր լեռնային ապաստանը, վիրավոր, արյունահոս եւ հոգնած, նա գտավ իր հին ռազմական սնդուկի մեջ մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Փոքրիկ նոթատետր, որը 12 տարի առաջ նրան տվել էր մի մարդ, ում անունը նա երբեք չէր հիշում, բայց ում դեմքը հիշում էր լավ, եւ այդ նոթատետրում գրված էին հեռախոսահամարներ, անուններ, հասցեներ, մարդկանց, ովքեր աշխատում էին համակարգի ներսում, բայց ովքեր չէին համաձայն այն ամենի հետ, ինչ կատարվում էր։ Մարդիկ, ովքեր սպասում էին ճիշտ պահին, որպեսզի գործեն։ Արթուրը բացեց այդ նոթատետրը, եւ նրա աչքերը կանգ առան մի անվան վրա. Դավիթ Հովհաննիսյան, անձնական բժիշկ, ով 10 տարի աշխատել էր կառավարական շենքում եւ ով տեսել էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել փակ դռների հետևում, եւ ով ըստ նոթատետրի պատրաստ էր խոսել, եթե ժամանակը գար։ Արթուրը վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց այդ համարին, եւ երբ մի տղամարդու ձայն պատասխանեց զգույշ, կասկածելի, Արթուրը ասաց միայն 3 բառ. Սոս Սարգսյանը մահանում է։ Եվ մյուս կողմում եղավ լռություն, երկար լռություն, եւ հետո ձայնը ասաց. Ես գիտեմ։ Եվ ես գիտեմ նաեւ, թե ով է սպանում նրան, բայց եթե ես խոսեմ, ես հաջորդն եմ լինելու։ Եվ Արթուրը ասաց. Իսկ եթե դու չխոսես, ապա Սոս Սարգսյանի մահը կլինի քո խղճի վրա, եւ դու կապրես մնացած կյանքդ գիտակցելով, որ դու կարող էիր փրկել նրան, բայց չարեցիր։ Եվ կրկին եղավ լռություն, եւ հետո ձայնը ասաց. Հանդիպենք վաղը, լուսաբացին, 5 կամրջի մոտ, գետի ափին, եւ ես կպատմեմ քեզ ամեն ինչ, բայց դու պետք է խոստանաս, որ իմ անունը երբեք չի հնչի, որովհետեւ ես ունեմ ընտանիք, եւ ես չեմ ուզում, որ նրանք տուժեն իմ պատճառով։ Արդյոք այդ բժիշկը իսկապես գիտեր ճշմարտությունը, թե դա եւս մեկ ծուղակ էր, եւ արդյոք Արթուրը, վիրավոր եւ հետախուզվող, կարող էր վստահել անծանոթ ձայնի, որը խոստանում էր բացահայտումներ, բայց որը կարող էր նաեւ լինել դավադրության մաս։ Լուսաբացին, երբ մառախուղը դեռ ծածկում էր գետը եւ քաղաքը դեռ քնած էր, Արթուր Մկրտչյանը կանգնած էր 5 կամրջի մոտ։ Նրա ձախուսը դեռ ցավում էր, բայց նա անտեսում էր ցավը, որովհետեւ նա գիտեր, որ այս հանդիպումը կարող էր լինել նրա վերջին հույսը։ Նա սպասեց 20 րոպե, եւ երբ արդեն սկսում էր մտածել, որ բժիշկը չի գալու, նա տեսավ մի ստվեր, որը մոտենում էր մառախուղի միջից,
մի մարդ, ով հագած էր մութ վերարկու եւ ում դեմքը ծածկված էր գլխարկով։ Մարդը մոտեցավ Արթուրին եւ կանգ առավ 2 մետր հեռավորության վրա, եւ նա չէր հանում գլխարկը, եւ Արթուրը չէր կարող տեսնել նրա դեմքը հստակ։ Դավիթ Հովանիսյան, հարցրեց Արթուրը, եւ մարդը գլխով հավանություն տվեց, եւ հետո նա ասաց. Ես չունեմ շատ ժամանակ, նրանք հետևում են ինձ, նրանք միշտ հետևում են բոլորիս, ովքեր գիտենք չափազանց շատ, այնպես որ ես կասեմ ամեն ինչ արագ, եւ դու պետք է լսես ուշադիր, որովհետեւ ես չեմ կրկնի։ Եվ Դավիթ Հովանիսյանը սկսեց պատմել, եւ այն ինչ նա ասաց, Արթուրին սառեցրեց ոսկորներում։ Դավիթը պատմեց, որ Սոս Սարգսյանին տալիս են ոչ թե պարզապես հանգստացնող դեղեր, այլ հատուկ նյութեր, որոնք տանդաղորեն քայքայում են նրա նյարդային համակարգը, որոնք անում են նրան մտածելու անընդունակ, որոնք ոչնչացնում են նրա հիշողությունը, եւ որ այդ նյութերը տրվում են ամեն օր, 3 անգամ օրը։ Եվ որ Սոս Սարգսյանը չգիտի, թե ինչ է ընդունում, որովհետև նրան ասում են, որ դրանք վիտամիններ են, որ դրանք օգնում են նրան ուժեղանալ։ Դավիթը պատմեց նաև, որ այդ դեղերը բերվում են ուղղակիորեն Մոսկվայից, որ դրանք նույն դեղերն են, որոնք օգտագործվել են Խորհրդային Միության ժամանակ քաղբանտարկյալների վրա, որպիսի կոտրեն նրանց կամքը, որպիսի դարձնեն նրանց հնազանդ, եւ որ այդ դեղերի բանաձևը գաղտնի է, եւ որ միայն շատ քիչ մարդիկ գիտեն, թե ինչ է դրանց մեջ։ Եվ Դավիթը ասաց, որ նա տեսել է Սոս Սարգսյանի բժշկական քարտը, եւ այդ քարտում գրված է, որ նա տառապում է ծանր հոգեկան խանգարումից, բայց դա ստախոսություն է, որովհետև Սոս Սարգսյանը երբեք չի ունեցել հոգեկան խնդիրներ։ Նա միշտ եղել է հստակ մտածող, ուժեղ կամքով մարդ, բայց այդ դեղերը փոխել են նրան, դարձրել են նրան ստվերի, եւ եթե դրանք շարունակվեն, ապա Սոս Սարգսյանը կմահանա ոչ թե հիվանդությունից, այլ թունավորումից, եւ ոչ ոք չի իմանա, որովհետև պաշտոնական մահվան վկայականում կգրեն բնական պատճառներ։ Արթուրը լսեց այս ամենը, եւ նրա ներսում բորբոքվեց այնպիսի զայրույթ, որը նա երբեք չէր զգացել, եւ նա հարցրեց. Ո՞վ է տալիս այդ հրամանները, ո՞վ է ստորագրում այդ բժշկական քարտերը, ո՞վ է պատասխանատու այս ամենի համար։ Եվ Դավիթը նայեց նրան, եւ նրա աչքերում Արթուրը տեսավ վախ, բայց նաեւ վճռականություն։ Եվ Դավիթը ասաց. Լևոն Տեր-Պետրոսյանը, նա է գլխավոր հրամանատարը, բայց նա միայնակ չէ, կա եւս մեկը, մարդ, ում անունը ես չեմ կարող ասել, որովհետև եթե ես ասեմ այդ անունը բարձրաձայն, ես մեռած մարդ եմ։ Բայց ես կարող եմ ասել քեզ սա. այդ մարդը ապրում է Մոսկվայում, նա ունի կապեր ամենաբարձր մակարդակներում, եւ նա է այն մարդը, ով ուղարկում է այդ դեղերը, ով տալիս է հրահանգները, եւ ով ապահովում է, որ ամեն ինչ մնա գաղտնի։ Եվ Արթուրը հասկացավ, որ այս դավադրությունը ավելի խորն է, քան նա երբևէ պատկերացրել էր, որ դա ոչ թե պարզապես տեղական քաղաքական խաղ է, այլ ինչ-որ բան, որը կապված է ավելի մեծ ուժերի հետ, ուժերի, որոնք գտնվում են հեռու Հայաստանից, բայց որոնց ձեռքերը հասնում են ամենուր։ Դամավիթ Հովանիսյանը հանեց իր վերարկուի գրպանից մի փոքրիկ շիշ, որը լցված էր կապույտ հեղուկով, եւ նա տվեց այն Արթուրին, եւ նա ասաց. Սա նմուշ է այն դեղից, որը տալիս են Սոս Սարգսյանին։ Ես գողացել եմ այն երեկ, երբ բժիշկները չէին նայում, եւ եթե դու կարող ես գտնել լաբորատորիա, որը կվերլուծի այն, դու կիմանաս ճշգրիտ բաղադրությունը, եւ դու կկարողանաս ապացուցել, որ Սոս Սարգսյանին թունավորում են։ Բայց զգույշ եղիր, որովհետև եթե նրանք իմանան, որ այս նմուշը կորել է, նրանք կիմանան, որ ինչ-որ մեկը խոսել է, եւ նրանք կգան ինձ համար, եւ ես չեմ ուզում մեռնել։ Բայց ես նաեւ չեմ կարող ապրել այն գիտակցությամբ, որ ես լռել եմ, երբ անմեղ մարդ սպանվում է իմ աչքի առջև։ Արթուրը վերցրեց շիշը եւ դրեց իր գրպանում, եւ նա ասաց. Ես խոստանում եմ, որ քո անունը երբեք չի հնչի, եւ ես խոստանում եմ նաեւ, որ ես կօգտագործեմ այս ապացույցը, որպեսզի բացահայտեմ ճշմարտությունը, եւ որպեսզի այն մարդիկ, ովքեր անում են սա, պատասխան տան իրենց արարքների համար։ Եվ Դավիթը գլխով հավանություն տվեց, եւ նա շրջվեց հեռանալու, բայց նախքան գնալը նա դարձավ եւ ասաց. Արթուր, շտապիր, որովհետեւ Սոս Սարգսյանին մնացել է շատ քիչ ժամանակ։ Նրա օրգանիզմը արդեն չի դիմանում այդ դեղերին, եւ բժիշկները ասում են, որ նա ունի ամենաշատը 2 շաբաթ, եթե դեղերը շարունակվեն, եւ եթե դու ուզում ես փրկել նրան, դու պետք է գործես հենց հիմա։ Արթուրը վերադարձավ իր ապաստան եւ անմիջապես սկսեց որոնել լաբորատորիա, որը կարող էր վերլուծել այդ նմուշը։ Բայց նա արագ հասկացավ, որ բոլոր պաշտոնական լաբորատորիաները վերահսկվում են կառավարության կողմից, եւ որ եթե նա տանի այդ նմուշը այնտեղ, նրանք անմիջապես կիմանան եւ նա կձերբակալվի։ Նա պետք է գտներ անկախ լաբորատորիա, մասնավոր լաբորատորիա, որտեղ աշխատում են մարդիկ, ովքեր չեն վախենում կառավարությունից եւ ովքեր պատրաստ են օգնել ճշմարտությունը բացահայտելու համար։ Նա հիշեց մի անուն՝ Նարինե Ավետիսյան,
քիմիկոս, ով աշխատել էր համալսարանում, բայց ում հեռացրել էին, որովհետև նա հրաժարվել էր կեղծել հետազոտության արդյունքները, եւ ով այժմ ուներ իր փոքրիկ լաբորատորիան տան ստորգետնյահարկում, եւ ով ըստ լուրերի պատրաստ էր վերլուծել ցանկացած նմուշ, եթե գինը ճիշտ լիներ։ Արթուրը գտավ Նարինեի հասցեն եւ գնաց այնտեղ, եւ երբ նա թակեց դուռը, մի կին բացեց, 50 տարեկան, մոխրագույն մազերով, եւ ում աչքերը խելացի էին եւ կասկածամիտ։ «Ինչ եք ուզում», հարցրեց նա, եւ Արթուրը ասաց. «Ես ունեմ նմուշ, որը պետք է վերլուծվի, եւ ինձ ասացին, որ դուք լավագույնն եք»։ Եվ կինը նայեց նրան երկար, եւ հետո նա ասաց. «Մտեք»։ Նարինե Ավետիսյանի լաբորատորիան փոքր էր, բայց լի սարքավորումներով, որոնք Արթուրը երբեք չէր տեսել, եւ պատերին կախված էին դիպլոմներ եւ վկայականներ, որոնք ցույց էին տալիս, որ այս կինը իսկապես փորձագետ էր իր ոլորտում։ Արթուրը հանեց շիշը եւ տվեց Նարինեին, եւ նա ասաց. «Ես պետք է իմանամ, թե ինչ է այս հեղուկի մեջ, ես պետք է իմանամ ամեն բաղադրիչ, ամեն քիմիական տարր, եւ ես պետք է իմանամ, թե ինչ ազդեցություն է այն ունենում մարդու օրգանիզմի վրա»։ Նարինեն վերցրեց շիշը եւ նայեց այն լույսի դեմ եւ նա ասաց. «Այս կապույտ գույնը ինձ ծանոթ է։ Ես տեսել եմ նման բան նախկինում, երբ աշխատում էի համալսարանում, մենք ուսումնասիրում էինք հին խորհրդային դեղամիջոցներ, եւ այս գույնը բնորոշ է մի հատուկ խմբի նյութերի, որոնք օգտագործվում էին հոգեբանական ազդեցության համար, բայց ես պետք է վերլուծեմ այն, որպեսզի համոզված լինեմ»։ Նա տարավ շիշը իր սարքավորումների մոտ եւ սկսեց աշխատել, եւ Արթուրը նստեց եւ սպասեց, եւ ամեն րոպե թվում էր ժամ, եւ նա մտածում էր Սոս Սարգսյանի մասին, ով այդ պահին պառկած էր այդ տանը, ընդունում էր այդ թույնը եւ դանդաղորեն մարում էր։ 3 ժամ անց Նարինե Ավետիսյանը դարձավ դեպի Արթուրը, եւ նրա դեմքը լուրջ էր, եւ նա ասաց. «Ես վերլուծեցի նմուշը, եւ այն ինչ գտա, սարսափելի է։ Այս հեղուկը պարունակում է 3 հիմնական բաղադրիչ։ Առաջինը հալոպերիդոլ է, որը հզոր հակահոգեբուժական դեղամիջոց է, որը օգտագործվում է շիզոֆրենիայի բուժման համար, բայց երբ տրվում է առողջ մարդուն, այն առաջացնում է խանգարումներ մտածողության մեջ։ Երկրորդը սկոպոլամին է, որը հայտնի է որպես ճշմարտության շիճուկ, որովհետև այն անում է մարդուն ենթարկվող եւ անընդունակ դիմադրելու։ Եվ երրորդը մի նյութ է, որի անունը ես չեմ ճանաչում, բայց որի քիմիական կառուցվածքը նման է նյութերի, որոնք օգտագործվում են հիշողության ջնջման համար»։ Նարինեն դադարեց եւ նայեց Արթուրին, եւ նա ասաց. «Ով էլ ընդունում է այս խառնուրդը, նա դանդաղորեն կորցնում է իր միտքը, իր հիշողությունը, իր անհատականությունը, եւ եթե դա շարունակվի երկար ժամանակ, ազդեցությունը կլինի անդառնալի, մարդը կդառնա բանջարանոց, եւ նույնիսկ եթե դեղերը դադարեցվեն, նա երբեք չի վերականգնվի լիովին»։ Արթուրը զգաց, թե ինչպես է նրա սիրտը սեղմվում, եւ նա հարցրեց. «Եթե մարդը ընդունել է այս դեղերը 6 ամիս, արդյոք դեռ ուշ չէ, արդյոք նա կարող է վերականգնվել»։ Եվ Նարինեն ասաց. «Դա կախված է նրա օրգանիզմից, նրա ընդհանուր առողջույթից, նրա ընդհանուր առողջությունից, բայց եթե դեղերը դադարեցվեն հենց հիմա, եւ եթե նա ստանա ճիշտ բուժում, ապա կա հույս, փոքր հույս, բայց հույս, որ նա կվերականգնվի մասամբ, բայց եթե դեղերը շարունակվեն եւս մի ամիս, ապա ես վախենում եմ, որ ուշ կլինի»։ Արթուրը վերցրեց վերլուծության արդյունքները, որոնք Նարինեն տպել էր նրա համար, եւ նա ասաց. «Շնորհակալ եմ, դուք հենց նոր փրկեցիք մի մարդու կյանքը»։ Եվ Նարինեն ասաց. «Ես հույս ունեմ, որ դուք կկարողանաք օգտագործել այս տեղեկությունը, եւ որ այն մարդիկ, ովքեր անում են սա, կպատժվեն»։ Եվ Արթուրը ասաց. «Նրանք կպատժվեն, ես խոստանում եմ»։ Բայց Արթուրը գիտեր, որ վերլուծության արդյունքները միայնակ բավարար չեն։ Նա պետք է ունենար ավելին, նա պետք է ունենար վկաներ, մարդիկ, ովքեր տեսել էին, թե ինչպես են Սոս Սարգսյանին տալիս այդ դեղերը, ովքեր կարող էին հաստատել, որ դա արվում էր հրամանով եւ ոչ թե պատահականությամբ։ Եվ նա հիշեց բուժքույրերին, այն կանանց, ովքեր խնամում էին Սոս Սարգսյանին, ովքեր ամեն օր մտնում էին այդ սենյակ եւ տեսնում էին, թե ինչ է կատարվում։ Նա պետք է գտներ այդ բուժքույրերից մեկին, պետք է համոզեր նրան խոսել, եւ նա գիտեր, որ դա դժվար կլիներ, որովհետեւ այդ կանայք վախենում էին, նրանք վախենում էին կորցնել իրենց աշխատանքը, վախենում էին իրենց ընտանիքների համար։ Բայց Արթուրը նաեւ գիտեր, որ մարդիկ ունեն խիղճ, եւ որ երբեմն խիղճը ավելի ուժեղ է, քան վախը։ Նա սկսեց հարցումներ անել, եւ նա իմացավ, որ կա մի բուժքույր, Ռուզաննա Գրիգորյան, ով աշխատում է այդ տանը, եւ ով ըստ լուրերի շատ անհանգիստ է վերջին շաբաթներին, ով լացել է աշխատանքից հետո, եւ ով ասել է իր ընկերուհուն, որ նա չի կարող շարունակել տեսնել այն, ինչ տեսնում է։ Արթուրը գտավ Ռուզաննա Գրիգորյանի հասցեն, եւ նա գնաց այնտեղ երեկոյան, երբ նա վերադարձել էր աշխատանքից, եւ երբ նա թակեց դուռը, ծմի երիտասարդ կին բացեց, 25 տարեկան, հոգնած աչքերով, եւ ում դեմքը ցույց էր տալիս, որ նա երկար ժամանակ չի քնել լավ։ «Ռուզաննա Գրիգորյան», հարցրեց Արթուրը, եւ կինը գլխով հավանություն տվեց, եւ Արթուրը ասաց. «Ես պետք է խոսեմ ձեզ հետ Սոս Սարգսյանի մասին»։
Եվ կնոջ դեմքը անմիջապես փոխվեց, նրա աչքերը լայնացան վախից, եւ նա փորձեց փակել դուռը, բայց Արթուրը դրեց ոտքը դռան միջև եւ ասաց. «Խնդրում եմ, ես չեմ եկել վնասելու ձեզ, ես եկել եմ օգնելու Սոս Սարգսյանին, եւ ես գիտեմ, որ դուք տեսել եք, թե ինչ են անում նրա հետ, եւ ես գիտեմ, որ դուք չեք ուզում լռել, որովհետեւ ձեր խիղճը չի թույլ տալիս»։ Ռուզաննան դադարեց մղել դուռը, եւ նա նայեց Արթուրին, եւ նրա աչքերում Արթուրը տեսավ արցունքներ, եւ նա ասաց. «Ես չեմ կարող խոսել, եթե ես խոսեմ, նրանք ինձ կհեռացնեն, եւ ես ունեմ 2 երեխա, եւ ես միայնակ մայր եմ, եւ ես չեմ կարող կորցնել իմ աշխատանքը»։ Արթուրը հասկացավ նրա վախը, բայց նա նաև գիտեր, որ նա պետք է համոզեր նրան, եւ նա ասաց. «Ռուզաննա, ես հասկանում եմ ձեր վախը, բայց ես նաև գիտեմ, որ դուք լավ մարդ եք, եւ որ դուք չեք կարող շարունակել տեսնել, թե ինչպես է անմեղ մարդ սպանվում ձեր աչքի առջև։ Եվ եթե դուք օգնեք ինձ, եթե դուք պատմեք ճշմարտությունը, ապա մենք կկարողանանք փրկել Սոս Սարգսյանին, եւ մենք կկարողանանք նաև ապահովել, որ ձեր անունը պաշտպանված լինի, որ ոչ ոք չի իմանա, որ դուք խոսել եք»։ Ռուզաննան դռեց երկար, եւ Արթուրը տեսավ, թե ինչպես է նա պայքարում իր ներսում, պայքարում վախի եւ խղճի միջև, եւ վերջապես նա ասաց. «Մտեք, բայց արագ, որովհետեւ ես չեմ ուզում, որ հարևանները տեսնեն»։ Նրանք մտան տուն, եւ Ռուզաննան նստեց սեղանի մոտ, եւ նա սկսեց պատմել։ Եվ այն, ինչ նա ասաց, հաստատեց ամեն ինչ, ինչ Արթուրը արդեն գիտեր, եւ ավելին։ Ռուզաննան պատմեց, որ ամեն օր ժամը 8-ին առավոտյան, ժամը 2-ին կեսօրին եւ ժամը 8-ին երեկոյան մի բժիշկ մտնում է Սոս Սարգսյանի սենյակ եւ տալիս է նրան մի փոքրիկ բաժակ կապույտ հեղուկ, եւ Սոս Սարգսյանը խմում է այն առանց հարցնելու, որովհետեւ նրան ասել են, որ դա վիտամիններ են եւ որ դրանք օգնում են նրան ուժեղանալ։ Ռուզաննան պատմեց նաև, որ նա տեսել է, թե ինչպես է Սոս Սարգսյանը փոխվել վերջին 6 ամիսների ընթացքում, թե ինչպես է նա դարձել ավելի թույլ, ավելի շփոթված, թե ինչպես է նա սկսել մոռանալ բառերը, մոռանալ անունները, եւ թե ինչպես է նա երբեմն նայում պատուհանից եւ լալիս առանց պատճառի։ Եվ Ռուզաննան պատմեց նաև մի բան, որը Արթուրին սարսափեցրեց։ Նա ասաց, որ երեկ, երբ նա մտավ սենյակ, նա տեսավ Սոս Սարգսյանին, ով նստած էր անկյունում եւ մռմռում էր ինչ-որ բան։ Եվ երբ նա մոտեցավ, նա լսեց, որ Սոս Սարգսյանը ասում է. «Ես մեռնում եմ, ես զգում եմ, որ ես մեռնում եմ, բայց ոչ ոք չի լսում ինձ, ոչ ոք չի հավատում ինձ»։ Եվ Ռուզաննան փորձեց հանգստացնել նրան, բայց Սոս Սարգսյանը բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Խնդրում եմ, օգնեք ինձ, խնդրում եմ, ասեք ինչ-որ մեկին, որ ինձ սպանում են»։ Բայց Ռուզաննան չգիտեր, թե ինչ անել, եւ նա պարզապես ասաց. «Ամեն ինչ լավ կլինի», եւ հեռացավ։ Եվ այդ գիշեր նա չէր կարող քնել, որովհետև նա գիտեր, որ ամեն ինչ լավ չէր լինելու, որ Սոս Սարգսյանը մեռնում էր եւ որ նա ոչինչ չէր անում դրա համար։ Արթուրը լսեց Ռուզաննայի պատմությունը եւ նա զգաց, թե ինչպես է նրա զայրույթը վերածվում վճռականության, եւ նա ասաց. «Ռուզաննա, ես պետք է, որ դուք ստորագրեք մի հայտարարություն, որտեղ դուք կպատմեք այն ամենը, ինչ տեսել եք, եւ ես խոստանում եմ, որ ձեր անունը կպաշտպանվի եւ որ դուք չեք տուժի»։ Եվ Ռուզաննան ասաց. «Բայց ինչպես դուք կարող եք խոստանալ դա, ինչպես դուք կարող եք պաշտպանել ինձ, երբ նրանք այդքան ուժեղ են»։ Եվ Արթուրը ասաց. «Որովհետև ես ունեմ ապացույցներ, ես ունեմ վերլուծության արդյունքները, եւ եթե դուք տաք ձեր վկայությունը, ապա մենք կկարողանանք հրապարակել ամեն ինչ, եւ երբ ճշմարտությունը դուրս գա, նրանք չեն կարող ոչինչ անել, որովհետև ողջ երկիրը կիմանա, թե ինչ են նրանք արել»։ Եվ Ռուզաննան մտածեց երկար, եւ հետո նա ասաց. «Լավ, ես կստորագրեմ, բայց միայն եթե դուք խոստանաք, որ իմ երեխաները կպաշտպանվեն»։ Եվ Արթուրը ասաց. «Ես խոստանում եմ»։ Հաջորդ օրը Արթուր Մկրտչյանը ուներ 2 փաստաթուղթ, վերլուծության արդյունքները, որոնք ապացուցում էին, որ Սոս Սարգսյանին տալիս են թունավոր նյութեր, եւ Ռուզաննա Գրիգորյանի ստորագրած հայտարարությունը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես են այդ նյութերը տրվում ամեն օր։ Բայց Արթուրը գիտեր, որ այս ապացույցները միայնակ բավարար չեն։ Նա պետք է գտներ ճանապարհ հրապարակելու դրանք, պետք է գտներ լրատվամիջոց, որը չի վախենում կառավարությունից, որը պատրաստ է տպել ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակի ռիսկ։ Նա հիշեց մի անուն. Հայկ Մարտիրոսյան, լրագրող, ով աշխատում էր անկախ թերթում, եւ ով հայտնի էր իր քննադատական հոդվածներով, եւ ով ըստ լուրերի երբեք չէր վախեցել ասել ճշմարտությունը։ Արթուրը գտավ Հայկի հեռախոսահամարը եւ զանգահարեց։ Եվ երբ Հայկը պատասխանեց, Արթուրը ասաց. «Ես ունեմ պատմություն, որը կփոխի ամեն ինչ, պատմություն Սոս Սարգսյանի մասին, եւ ես ունեմ ապացույցներ»։ Եվ Հայկը ասաց. «Հանդիպենք 1 ժամից, սուրճի խանութում կենտրոնում»։ Երբ Արթուրը հանդիպեց Հայկ Մարտիրոսյանին, նա անմիջապես հասկացավ, որ այս մարդը լուրջ է,
որ նա ոչ թե սենսացիաների որսորդ է, այլ իսկական լրագրող, ով հետաքրքրված է ճշմարտությամբ։ Արթուրը ցույց տվեց նրան վերլուծության արդյունքները եւ Ռուզաննայի հայտարարությունը, եւ Հայկը կարդաց դրանք ուշադիր, եւ նրա դեմքը դարձավ ավելի ու ավելի լուրջ, եւ երբ նա ավարտեց, նա ասաց. «Սա անհավատալի է, սա ամենամեծ սկանդալն է, որը երբևէ եղել է այս երկրում, բայց ես պետք է ստուգեմ ամեն ինչ։ Ես պետք է համոզված լինեմ, որ այս ապացույցները իսկական են, որովհետև եթե ես հրապարակեմ սա, եւ եթե պարզվի, որ դա կեղծ է, ապա ես ոչնչացված եմ»։ Արթուրը ասաց. «Ես հասկանում եմ, եւ ես պատրաստ եմ տալ ձեզ ամեն տեղեկություն, որ դուք պետք է ունենաք, բայց խնդրում եմ, շտապեք, որովհետև Սոս Սարգսյանին մնացել է շատ քիչ ժամանակ»։ Եվ Հայկը ասաց. «Տվեք ինձ 3 օր, ես կստուգեմ ամեն ինչ, եւ եթե ամեն ինչ հաստատվի, ես կհրապարակեմ այս պատմությունը առաջին էջում, եւ ողջ երկիրը կիմանա ճշմարտությունը»։ Այդ 3 օրերը Արթուր Մկրտչյանի համար եղան ամենաերկար օրերը նրա կյանքում։ Նա սպասում էր, անընդհատ մտածելով, թե արդյոք Հայկը կհրապարակի պատմությունը, թե արդյոք նրանք կկարողանան փրկել Սոս Սարգսյանին, թե արդյոք ճշմարտությունը վերջապես կբացահայտվի։ Եվ նա մտածում էր նաև Սոս Սարգսյանի մասին, ով այդ պահին պառկած էր այդ տանը, ընդունում էր այդ թույնը եւ չգիտեր, որ օգնությունը գալիս է, որ մարդիկ պայքարում են նրա համար, որ նրա պատմությունը շուտով կլսի ողջ երկիրը։ Եվ երրորդ օրը, երբ Արթուրը արդեն սկսում էր կորցնել հույսը, նրա հեռախոսը զնգաց, եւ դա Հայկն էր, եւ նա ասաց. «Ես ստուգեցի ամեն ինչ, ես խոսեցի լրացուցիչ վկաների հետ, ես հաստատեցի վերլուծության արդյունքները անկախ լաբորատորիայում, եւ ամեն ինչ իսկական է, եւ վաղը առավոտյան, երբ մարդիկ կբացեն թերթը, նրանք կկարդան ամբողջ ճշմարտությունը, եւ այս երկիրը երբեք նույնը չի լինի»։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական օգնականը Գագիկ Ասատրյանը 1992 թվականի հունիսի 12-ին մտավ իր տուն եւ գտավ իր սեղանին մի փաթեթ, որը ծածկված էր սև թղթով եւ որի վրա գրված էր միայն մի բառ՝ վերջ, նա հասկացավ, որ ամեն ինչ փլուզվում է, որ այն համակարգը, որը նրանք կառուցել էին տարիների ընթացքում, այն համակարգը, որը պահում էր Սոս Սարգսյանին բանտարկված եւ լուր, այժմ բացահայտվում էր ողջ երկրի առջև։ Եվ որ այդ փաթեթի ներսում, ինչպես նա գիտեր առանց բացելու, կային այն թերթի օրինակները, որտեղ Հայկ Մարտիրոսյանը հրապարակել էր ամբողջ ճշմարտությունը, վերլուծության արդյունքները, Ռուզաննա Գրիգորյանի վկայությունը, անունները, ամսաթվերը, ամեն մի մանրամասն, որը ապացուցում էր, որ Սոս Սարգսյանին դիտավորյալ թունավորում էին, որ դա եղել է պլանավորված սպանություն, որը քողարկված էր բժշկական խնամքի տակ։ Գագիկը բացեց փաթեթը դողացող ձեռքերով, եւ երբ նա տեսավ առաջին էջը, երբ նա կարդաց վերնագիրը, Սոս Սարգսյանին սպանում են դանդաղ մահով, բացառիկ ապացույցներ։ Նա զգաց, թե ինչպես է նրա աշխարհը փլուզվում, եւ նա հասկացավ, որ այն, ինչ նրանք վախենում էին ամենաշատը, վերջապես տեղի էր ունեցել։ Ճշմարտությունը դուրս էր եկել, եւ այժմ ոչ ոք չէր կարող կանգնեցնել այն։ Նա անմիջապես վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց հեռախոսը չէր պատասխանում։ Նա փորձեց 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ, բայց միշտ նույն լռությունը։ Եվ Գագիկը հասկացավ, որ Լևոնը արդեն գիտեր, որ նա արդեն տեսել էր թերթը, եւ որ նա թաքնվում էր, որ նա պատրաստվում էր մեր փախչել, թողնելով բոլորին, Գագիկին, բժիշկներին, պահակներին, պատասխանելու այն ամենի համար, ինչ եղել էր։ Ո՞վ էր ուղարկել այդ փաթեթը Գագիկին, եւ ինչու էր այն ուղարկվել հենց նրան, եւ արդյոք դա նախազգուշացում էր, թե սպառնալիք, եւ ամենակարևորը, արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը իսկապես պատրաստվում էր թողնել իր մարդկանց եւ փախչել, թե նա ուներ այլ պլան, ավելի մութ պլան, որը ներառում էր բոլոր վկաների ոչնչացումը։ Այդ առավոտ, երբ Երևանի փողոցներում մարդիկ սկսեցին կարդալ թերթը, երբ նրանք տեսան վերնագիրը եւ սկսեցին կարդալ հոդվածը, քաղաքում տիրեց այնպիսի լռություն, որը նման էր փոթորկի նախորդող լռությանը։ Այն լռությանը, երբ բոլորը գիտեն, որ ինչ-որ սարսափելի բան պատրաստվում է տեղի ունենալ, բայց դեռ չեն հասկանում ինչ։ Մարդիկ կանգ էին առնում փողոցի մեջտեղում եւ կարդում էին, նրանք փոխանցում էին թերթը միմյանց, նրանք շշուկում էին, եւ այդ շշուկները դանդաղորեն վերածվում էին բարձրաձայն զրույցների, եւ այդ զրույցները վերածվում էին բողոքի։ Եվ մինչև կեսօր հանրապետության հրապարակում արդեն հավաքվել էին հարյուրավոր մարդիկ, ովքեր պահանջում էին պատասխաններ, ովքեր պահանջում էին արդարություն, ովքեր պահանջում էին, որ Սոս Սարգսյանը անմիջապես ազատվի, եւ որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին նրա տառապանքների համար, ձերբակալվեն եւ դատվեն։ Բայց կառավարական շենքում լույսերը մարված էին, դռները փակ էին, եւ ոչ ոք չէր պատասխանում հեռախոսներին։ Կարծես ողջ կառավարությունը անհետացել էր մի գիշերում, թողնելով դատարկ շենք եւ հարցեր, որոնց պատասխաններ չկային։
Արթուր Մկրտչյանը երբ լսեց, որ հոդվածը հրապարակվել է, երբ նա իմացավ, որ ողջ քաղաքը խոսում է Սոս Սարգսյանի մասին, անմիջապես գնաց այն տուն, որտեղ պահվում էր Սոսը, եւ այս անգամ նա չէր թաքնվում։ Նա քայլեց ուղիղ դեպի առաջային դուռը, եւ երբ պահակները փորձեցին կանգնեցնել նրան, նա ցույց տվեց նրանց թերթը եւ ասաց. «Ողջ երկիրը գիտի ճշմարտությունը, եւ եթե դուք չթողնեք ինձ մտնել, եթե դուք շարունակեք պահել Սոս Սարգսյանին այստեղ, ապա դուք կդառնաք մասնակիցներ սպանության մեջ, եւ երբ դատավորները գան, դուք կպատասխանեք ձեր արարքների համար»։ Պահակները նայեցին միմյանց, եւ նրանց աչքերում Արթուրը տեսավ վախ եւ շփոթություն, եւ նրանցից մեկը ասաց. «Մենք ստացել ենք հրաման չթողնել ոչ ոքի մտնել»։ Բայց Արթուրը ասաց. «Այդ հրամանը տվել է մարդ, ով այժմ փախուստի մեջ է, մարդ, ով թողել է ձեզ այստեղ պատասխանելու իր հանցագործությունների համար, եւ եթե դուք ունեք մի փոքր խելք, դուք կբացեք այդ դուռը եւ կթողնեք ինձ տեսնել Սոս Սարգսյանին»։ Եվ պահակները, երբ լսեցին այս խոսքերը, երբ նրանք հասկացան, որ Արթուրը ճիշտ է ասում, որ նրանք իսկապես թողնված էին միայնակ, դանդաղորեն բացեցին դուռը եւ Արթուրը մտավ։ Երբ Արթուրը բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ այն սենյակը, որտեղ պահվում էր Սոս Սարգսյանը, նա տեսավ տեսարան, որը նրան սրտաբեկեց։ Սոս Սարգսյանը նստած էր անկողնու եզրին։ Նա հագած էր սեր սպիտակ հիվանդանոցային հագուստ, եւ նրա դեմքը այնքան նիհար էր, այնքան մոխրագույն, որ Արթուրը գրեթե չճանաչեց նրան։ Սոսի աչքերը դատարկ էին։ Նա նայում էր պատուհանից, բայց Արթուրը հասկացավ, որ նա իրականում ոչինչ չէր տեսնում, որ նրա միտքը ուրիշ տեղ էր, կամ գուցե ոչ մի տեղ։ Արթուրը մոտեցավ եւ նստեց նրա կողքին, եւ նա ասաց. «Սոս, ես Արթուրն եմ։ Ես եկել եմ քեզ տանելու այստեղից։ Ես եկել եմ քեզ փրկելու»։ Սոս Սարգսյանը դանդաղորեն շրջեց գլուխը եւ նայեց Արթուրին, եւ նրա աչքերում Արթուրը դուրս տեսավ փոքրիկ ճանաչում, փոքրիկ կայծ, որը ցույց էր տալիս, որ Սոսը դեռ այնտեղ էր, խորը ներսում, թաղված այդ դեղերի ազդեցության տակ, բայց դեռ կենդանի։ «Արթուր», շշուկեց Սոսը, եւ նրա ձայնը այնքան թույլ էր, որ Արթուրը հազիվ լսեց. «Դու իսկապես այստեղ ես, թե ես կրկին երևակայում եմ»։ Արթուրը բռնեց Սոսի ձեռքը, եւ նա զգաց, թե որքան ցուրտ էր այն, որքան նիհար էին նրա մատները, եւ նա ասաց. «Ես իսկական եմ, Սոս, եւ ամեն ինչ ավարտվեց։ Ճշմարտությունը դուրս եկավ, ողջ երկիրը գիտի, թե ինչ են արել քեզ հետ, եւ այժմ մենք տանելու ենք քեզ այստեղից։ Մենք տանելու ենք քեզ իսկական հիվանդանոց, որտեղ իսկական բժիշկներ կբուժեն քեզ, եւ դու կվերականգնվես»։ Բայց Սոս Սարգսյանը ցնցեց գլուխը, եւ նրա աչքերում Արթուրը տեսավ ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց։ Դա հուսահատություն էր, այնպիսի խոր հուսահատություն, որը ծնծնվում է, երբ մարդը կորցրել է հավատը, որ ինչ-որ բան կարող է փոխվել։ «Արթուր», ասաց Սոսը, «շատ ուշ է։ Ես զգում եմ, որ շատ ուշ է, այդ դշը, այդ դեղերը, նրանք վերցրել են ինձնից ինչ-որ բան, որը ես երբեք չեմ վերադարձնի, եւ ես չգիտեմ, թե արդյոք ես դեռ ես եմ, թե արդյոք այն մարդը, ով ես էի, դեռ գոյություն ունի»։ Արթուրը զգաց, թե ինչպես են արցունքները լցվում իր աչքերում, բայց նա ստիպեց ինքն իրեն չլալ։ Նա պետք է ուժեղ լիներ Սոսի համար։ Նա պետք է տար նրան հույս, նույնիսկ եթե ինքը չէր հավատում դրան։ «Սոս», ասաց նա, «դու դեռ այստեղ ես։ Ես տեսնում եմ քեզ, ես լսում եմ քեզ։ Եվ եթե դու դեռ կարող ես խոսել, եթե դու դեռ կարող ես զգալ, ապա դու կարող ես նաև վերականգնվել։ Բայց դու պետք է պայքարես, դու պետք է ուզես ապրել, եւ ես կօգնեմ քեզ։ Մենք բոլորս կօգնենք քեզ»։ Արթուրը օգնեց Սոս Սարգսյանին ելնել անկողնուց, եւ նրանք դանդաղորեն իջան աստիճաններով։ Սոսը հենվում էր Արթուրի վրա, եւ ամեն քայլ էր պայքար, բայց նրանք շարունակեցին։ Եվ երբ նրանք հասան դուռը, երբ նրանք դուրս եկան այդ տնից, որտեղ Սոսը պահվել էր 6 ամիս, արևի լույսը հարվածեց Սոսի դեմքին, եւ նա փակեց աչքերը։ Եվ Արթուրը տեսավ, թե ինչպես է մի փոքրիկ ժպիտ հայտնվում նրա շրթներին, առաջին ժպիտը 6 ամսում։ Դրսում փողոցում հավաքվել էին մարդիկ, տասնյակ մարդիկ, ովքեր լսել էին, որ Սոս Սարգսյանը ազատվում է, եւ երբ նրանք տեսան նրան, երբ նրանք տեսան, թե որքան թույլ է նա, թե որքան է նա տառապել, նրանցից շատերը սկսեցին լալ, եւ նրանք սկսեցին ծափահարել, եւ այդ ծափահարությունը դանդաղորեն տարածվեց, եւ շուտով ողջ փողոցը լցված էր ծափերի ձայնով, եւ Սոս Սարգսյանը, երբ լսեց այդ ձայնը, բացեց աչքերը եւ նայեց այդ մարդկանց, եւ Արթուրը տեսավ, թե ինչպես է փոքրիկ արցունք թրջում Սոսի այտերը։ Սոս Սարգսյանին տարան հիվանդանոց, իսկական հիվանդանոց, որտեղ բժիշկները անմիջապես սկսեցին բուժումը։ Նրանք հանեցին նրա արյունը եւ վերլուծեցին այն, եւ նրանք հաստատեցին, որ նրա օրգանիզմում կային բարձր մակարդակի թունավոր նյութեր, նույն նյութերը, որոնք Նարինե Ավետիսյանը գտել էր իր վերլուծության մեջ։ Բժիշկները ասացին, որ Սոսի վիճակը ծանր է,
որ նրա լյարդը վնասված է, նրա երիկամները թուլացած են, նրա նյարդային համակարգը խանգարված է, բայց որ եթե նա ստանա ճիշտ բուժում, եթե նա ապրի հանգիստ միջավայրում, եթե նրան տրվի ժամանակ վերականգնվելու, ապա կա հույս, որ նա կվերադառնա կյանքին, թեև նա երբեք չի լինի նույն մարդը, ով եղել է։ Եվ Սոս Սարգսյանը մնաց հիվանդանոցում 2 ամիս, եւ այդ ամիսների ընթացքում նա դանդաղորեն սկսեց վերականգնվել։ Նրա դեմքը դարձավ ավելի կենդանի, նրա աչքերը վերադարձվին իրենց փայլը, եւ նա սկսեց հիշել բաներ, որոնք մոռացել էր, սկսեց խոսել ավելի հստակ, սկսեց քայլել առանց օգնության։ Բայց մինչդեռ Սոս Սարգսյանը վերականգնվում էր հիվանդանոցում, դրսում, քաղաքում, երկրում, տեղի էր ունենում ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Մարդիկ պահանջում էին արդարություն, նրանք պահանջում էին, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին Սոս Սարգսյանի տառապանքների համար, ձերբակալվեն եւ դատվեն, եւ ճնշումը այնքան մեծ էր, որ կառավարությունը ստիպված էր գործել։ 1992 թվականի օգոստոսին սկսվեց պաշտոնական հետաքննություն, եւ մեկ առ մեկ սկսեցին ձերբակալվել այն մարդիկ, ովքեր ներգրավված էին դավադրության մեջ, բժիշկները, ովքեր տվել էին դեղերը, պահակները, ովքեր պահել էին Սոսին բանտարկված, պաշտոնյաները, ովքեր ստորագրել էին հրամանները։ Բայց մի մարդ չէր ձերբակալվում։ Մի մարդ, ում անունը բոլորը գիտեին, բայց ում ոչ ոք չէր կարող գտնել։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա անհետացել էր այն գիշերը, երբ հոդվածը հրապարակվեց, եւ ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Ոմանք ասում էին, որ նա փախել է Ռուսաստան, ուրիշները, որ նա թաքնվում է լեռներում։ Երրորդները շշուկում էին, որ նա մահացել է, որ նա ինքնասպանություն է գործել։ Բայց ոչ մի ապացույց չկար։ Միայն լուրեր եւ կասկածներ։ Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը իսկապես փախել էր, թե նա դեռ այստեղ էր, ուրիշ անվան տակ, ուրիշ կյանքով, սպասելով մինչև փոթորիկը անցնի, եւ արդյոք նա երբևէ կպատասխանի իր արարքների համար, թե նա կմնա ստվերում, անպատիժ, ինչպես այնքան շատ ուրիշներ, ովքեր արել են սարսափելի բաներ եւ երբեք չեն պատժվել։ 1992 թվականի հոկտեմբերին, երբ Սոս Սարգսյանը վերջապես դուրս եկավ հիվանդանոցից, երբ նա առաջին անգամ տեսավ իր ընտանիքին 6 ամսից հետո, երբ նա գրկեց իր կնոջը եւ իր երեխաներին, եւ նրանք լացին միասին ուրախության արցունքներ, ցավի արցունքներ, ամեն տեսակի արցունքներ, որոնք կուտակվել էին այդ սարսափելի ամիսների ընթացքում, մի փոքր խումբ լրագրողներ սպասում էր դրսում, եւ նրանք ուզում էին հարցնել Սոսին, ուզում էին լսել նրա պատմությունը նրա սեփական բերանից։ Բայց Սոս Սարգսյանը չէր պատրաստ խոսել։ Նա դեռ չափազանց թույլ էր, դեռ չափազանց վիրավոր էր, եւ նա պարզապես ասաց. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր պայքարեցին ինձ համար։ Շնորհակալ եմ Արթուր Մկրտչյանին, ով ռիսկի ենթարկեց իր կյանքը, որպեսզի փրկի ինձ։ Շնորհակալ եմ Հայկ Մարտիրոսյանին, ով համարձակվեց հրապարակել ճշմարտությունը, եւ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր չլռեցին, երբ տեսան անարդարությունը»։ Եվ հետո նա մտավ մեքենա եւ հեռացավ։ Եվ լրագրողները մնացին այնտեղ։ Եվ նրանք գրեցին իրենց հոդվածները, եւ նրանք պատմեցին Սոս Սարգսյանի պատմությունը, բայց նրանք չէին կարող պատմել ամբողջ ճշմարտությունը, որովհետեւ ամբողջ ճշմարտությունը գիտեր միայն Սոսը, եւ նա դեռ չէր պատրաստ կիսել այն։ Տարիներ անցան եւ Սոս Սարգսյանը դանդաղորեն վերադարձավ կյանքին, բայց նա երբեք չվերադարձավ քաղաքականություն։ Նա ապրեց հանգիստ կյանք իր ընտանիքի հետ։ Նա խուսափում էր հանրային միջոցառումներից, նա հրաժարվում էր հարցազրույցներից, եւ երբ մարդիկ հարցնում էին նրան ինչու, նա պարզապես ասում էր. «Ես տվեցի ամեն ինչ, ինչ ունեի, եւ նրանք վերցրին այն ինձնից, եւ այժմ ես ուզում եմ պարզապես ապրել հանգիստ, առանց վախի, առանց դավադրությունների»։ Բայց նույնիսկ թեև Սոս Սարգսյանը լռում էր, նրա պատմությունը շարունակում էր ապրել։ Մարդիկ պատմում էին այն իրենց երեխաներին, պատմում էին, թե ինչպես է մի մարդ, ով ուներ ամեն ինչ, կորցրել այն ամենը դավադրության պատճառով, եւ թե ինչպես է նա վերապրել շնորհիվ մարդկանց, ովքեր չվախեցան պայքարել ճշմարտության համար։ Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա ճակատագիրը մնաց խորհուրդ երկար տարիներ։ Ոմանք ասում էին, որ նա մահացել է 1994 թվականին Մոսկվայում։ Ուրիշները պնդում էին, որ նրանք տեսել են նրան 1999 թվականին Թբիլիսիում։ Երրորդները հավատում էին, որ նա դեռ ապրում է ուրիշ երկրում, ուրիշ անվան տակ, ապրում է հանգիստ կյանք այն գումարներով, որոնք նա գողացել էր տարիների ընթացքում։ Բայց 1999 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, երբ հին համակարգը կործանվեց եւ երբ նոր աշխարհ սկսեց ձևավորվել, մի փաստաթուղթ հայտնվեց Մոսկվայի արխիվներում։ Փաստաթուղթ, որը ցույց էր տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մահացել է 1992 թվականի դեկտեմբերին, որ նա ինքնասպանություն է գործել իր բնակարանում եւ որ նրա մահվան վկայականը ստորագրել է ռուսական բժիշկը, ով չէր տեսել մարմինը, այլ պարզապես ստորագրել էր այն, որովհետև նրան ասել էին դա անել։ Արդյոք այդ փաստաթուղթը իսկական էր,
թե դա եւս մեկ կեղծիք էր, եւս մեկ փորձ թաքցնել ճշմարտությունը։ Ոչ ոք երբեք չիմացավ համոզիչ, բայց մի բան հստակ էր. Լևոն Տեր-Պետրոսյանը, կենդանի թե մեռած, երբեք չպատասխանեց իր արարքների համար, երբեք չնստեց դատարանի առջև, երբեք չլսեց Սոս Սարգսյանի խոսքերը, երբեք չտեսավ այն ցավը, որը նա պատճառել էր։ Եվ այսօր, երբ մարդիկ հիշում են 1990-ականները, երբ նրանք խոսում են այն տարիների մասին, երբ Հայաստանը փոխվում էր, երբ հին համակարգը փլուզվում էր եւ նորը դեռ չէր ծնվել, նրանք հիշում են Սոս Սարգսյանի անունը։ Նրանք հիշում են նրան ոչ թե որպես քաղաքական, ով պարտվեց, այլ որպես մարդ, ով վերապրեցեց, որպես խորհրդանիշ դիմադրության, որպես ապես ապացույց, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում, երբ համակարգը փորձում է կոտրել քեզ, երբ նրանք փորձում են ջնջել քեզ, դու կարող ես դիմանալ, եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել քո համար։ Սոս Սարգսյանի պատմությունը դարձավ դաս այն մասին, որ ճշմարտությունը միշտ դուրս է գալիս, թեև երբեմն դա տևում է տարիներ, թեև երբեմն դա պահանջում է զոհողություններ, եւ դաս այն մասին, որ մի մարդու քաջությունը կարող է փոխել ամբողջ երկրի ճակատագիրը։ Բայց պատմությունը նաեւ թողեց բաց հարցեր, որոնց պատասխանները երբեք չտրվեցին։ Ով էր այն մարդը Մոսկվայից, ում մասին խոսեց Դավիթ Հովհաննիսյանը, այն մարդը, ով ուղարկում էր դեղերը եւ տալիս էր հրահանգները։ Արդյոք նա դեռ ապրում է, արդյոք նա դեռ ունի իշխանություն, արդյոք նա դեռ անում է նույն բաները ուրիշ մարդկանց հետ, ուրիշ երկրներում։ Եվ ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, այն մարդուն, ով դավաճանեց Արթուր Մկրտչյանին եւ նրա թիմին, ինչ եղավ նրա հետ։ Ոմանք ասում են, որ նա մահացել է 1993 թվականին, որ նա խմել է ինքն իրեն մինչև մահ, որ նա չէր կարող ապրել իր մեղքի հետ, բայց ուրիշներ ասում են, որ նրանք տեսել են նրան 1999 թվականին, որ նա ապրում է փոքրիկ գյուղում միայնակ, խուսափելով բոլորից, ապրելով իր ամոթի հետ ամեն օր։ Եվ վերջապես, ամենակարևոր հարցը. արդյոք Սոս Սարգսյանը իսկապես վերականգնվեց, արդյոք նա վերադարձրեց այն, ինչ կորցրել էր այդ 6 ամիսների ընթացքում։ Նրա ընտանիքը ասում է, որ այո, որ նա վերադարձավ լինելու այն մարդը, ով եղել է, բայց նրա հին ընկերները, նրանք, ովքեր ճանաչում էին նրան նախքան այդ ամենը, նրանք ասում են, որ ինչ-որ բան փոխվեց, որ Սոսի աչքերում միշտ կար փոքրիկ տխրություն, փոքրիկ ստվեր, որը երբեք չանհետացավ, եւ որ երբեմն, երբ նա մտածում էր, որ ոչ ոք չի նայում, նա նստում էր եւ նայում էր հեռուները, եւ նրա դեմքը դառնում էր այնպիսի, կարծես նա հիշում էր ինչ-որ բան սարսափելի, ինչ-որ բան, որը նա երբեք չէր կարող մոռանալ։ Ընկերներ, իսկ դուք ինչպես եք վերաբերվում Սոս Սարգսյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը կործանեց նրան, որովհետև նա համարձակվեց երազել այլ ապագայի մասին, թե նա ինքը մասամբ պատասխանատու է իր ճակատագրի համար, որովհետև նա չկարողացավ տեսնել դավադրությունը, որը հյուսվում էր նրա շուրջը։ Գուցե նա պարզապես սխալ ժամանակի մարդ էր, մարդ ով ուներ տեսլական, բայց ապրում էր աշխարհում, որը դեռ պատրաստ չէր այդ տեսլականին, աշխարհում, որտեղ հին ուժերը դեռ չափազանց հզոր էին եւ որտեղ նորը դեռ չափազանց թույլ էր։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում, ձեր ընտանիքում դեռ հիշում են նրան, արդյոք նրա պատմությունը դեռ ապրում է ձեր սրտերում։ Դրեք լայք, եթե ուզում եք, որ ճշմարտությունը երբեք չմոռացվի, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին մեր պատմությունը, ովքեր պայքարեցին, ովքեր տառապեցին եւ ովքեր նույնիսկ պարտվելով թողեցին մեզ ինչ-որ բան, հիշողություն, դաս, հույս, որ արդարությունը, թեև ուշանում է, միշտ գալիս է։ Որովհետև պատմությունը ոչ թե այն է, ինչ մեզ ասում են դպրոցներում, այլ այն, ինչ մենք պահպանում ենք մեր սրտերում, եւ այն, ինչ մենք փոխանցում ենք մեր երեխաներին, որպեսզի նրանք երբեք չմոռանան, թե ինչ գնով է եկել այն ազատությունը, որը մենք ունենք այսօր։